Երբ 1998 թվականի հունիսին ոստիկանությունը մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատունը Երևանում, նրանք գտան ինչ-որ բան, ինչը երբեք չպետք է գոյություն ունենար։ Հարյուրավոր տոննա զինամթերք, որը պետք է լիներ բանակում։ Հազարավոր տուփ պահածո, որը պետք է կերակրեր սահմանին կանգնած տղաներին։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ գտան առանձին սենյակում՝ մանրակրկիտ վարված հաշվապահական մատյանները, որտեղ յուրաքանչյուր գումար, յուրաքանչյուր բեռնատար, յուրաքանչյուր գործարք գրանցված էր ոչ թե գեներալի կոպիտ ձեռագրով, այլ նրբագեղ, գրեթե կալիգրաֆիկ տառերով։ Ով էր այդ անտեսանելի հաշվապահը, որը տասնամյակներ շարունակ վարում էր այս ստվերային կայսրության ֆինանսները։ Ինչու այդ մատյանները անհետացան հենց Մանվելի ձերբակալությունից հետո։ Եվ ամենակարևորը, ինչպես մի կին, որը երբեք չի հայտնվել հրամանատարական կետում, կարողացավ վերահսկել ամբողջ այդ ապարատը։ Այսօր, առաջին անգամ 6 տարվա ընթացքում, մենք կպատմենք ճշմարտությունը այն կնոջ մասին, ում անունը շշուկներով հնչում էր բոլոր զինվորական մասերում, բայց ում դերը երբեք պաշտոնապես չի ճանաչվել։ Նազիկ Ամիրյանը, կինը, որը վերածեց մի պարզ գյուղացի զինվորին ամբողջ երկրի ամենահզոր ստվերային ֆիգուրներից մեկի։ Մենք կխոսենք նրանց հետ, ովքեր տեսել են, թե ինչպես էր նա իրականում կայացնում որոշումները։ Կբացահայտենք փաստաթղթերը, որոնք ապացուցում են երկրապահ հիմնադրամի յուրաքանչյուր գործարք անցնում էր նրա ստորագրությամբ։ Եվ կպատասխանենք այն հարցին, որը տանջում է ամբողջ Հայաստանին. ինչպես է հնարավոր, որ մի կին, որը երբեք չի ծառայել բանել բանակում, կարողացավ կազմակերպել ամենամեծ ռազմական գողությունը հանրապետության պատմության մեջ։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկու աշխարհում միաժամանակ։ Առաջին աշխարհում դուք պարզ գյուղացի կին եք Էջմիածմից, որը խոնարհ ժպտում է հյուրերին եւ վռում է, երբ տղամարդիկ խոսում են քաղաքականության մասին։ Երկրորդ աշխարհում դուք վերահսկում եք միլիոնավոր դոլարների հոսքերը, որոշում եք, թե ով կստանա պայմանագիր եւ ով կմնա դատարկ ձեռքերով, եւ ձեր մատյաններում գրանցում եք յուրաքանչյուր գործարք այնպիսի ճշգրտությամբ, որը կնախանձեին նույնիսկ շվեյցարական բանկիրները։ Հենց այդպես ապրեց Նազիկ Ամիրյանը ավելի քան 20 տարի։ Բայց ինչպես սկսվեց այս ամենը։ Երբ պարզ գյուղացի աղջիկը վերածվեց այն մարդուն, ում առանց ոչինչ չէր շարժվում Մանվել Գրիգորյանի կայսրությունում։ 1995 թվականին, երբ Մանվելին շնորհվեց գեներալ-մայորի կոչում եւ նա դարձավ առաջին կորպուսի հրամանատարը, նրա տանը սկսեցին հայտնվել մարդիկ, որոնց նա երբեք չէր հրավիրել։ Ձեռնարկատերեր, որոնք ուզում էին ստանալ պայմանագրեր բանակի համար, պաշտոնյաներ, որոնք փնտրում էին փոխըմբռնում, նախկին հրամանատարներ, որոնք հուսով էին, որ հին ընկերությունը կօգնի նոր բիզնեսում։ Եվ բոլորը նկատեցին մի տարօրինակ բան. Մանվելը երբեք չէր տալիս վերջնական պատասխան առաջին հանդիպման ժամանակ։ Նա ասում էր. «Կխոսեմ տանը, կպատասխանեմ»։ Իսկ երբ նրանք վերադառնում էին, պատասխանը միշտ էլ այնքան ճշգրիտ էր, այնքան մանրամասն հաշվարկված, որ պարզ էր դառնում, ինչ որ մեկը խորը վերլուծություն է կատարել։ Ո՞վ էր այդ անտեսանելի խորհրդականը։ Նախկին մատակարարներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հիշում է մի դրվագ, որը բացահայտում է ամեն ինչ։ 1996 թվականին նա եկավ Գրիգորյանների տուն, առաջարկելու մու մեծ խմբականակով ռազմական համազգեստների մատակարարում։ Մանվելը նստած էր իր ընդարձակ ընդունարանում, լսեց առաջարկը եւ ասաց. «Լավ է, բայց թող կինս նայի թվերին»։ Մատակարարը զարմացավ. ինչ կապ ունի կինը ռազմական պայմանագրի հետ։ Բայց երբ Նազիկը մտավ սենյակ, ձեռքին հաստ տետր եւ սկսեց հարցնել. «Որակի սերտիֆիկատները որտեղից են, արտադրողը հավատարմագրված է արդյոք, ինչպիսին է վճարման գրաֆիկը, ինչքան ժամանակ է պահանջվում առաջին խմբականակի համար», մատակարարը հասկացավ, որ խոսում է ոչ թե պարզ տնային տիկնոջ, այլ պրոֆեսիոնալ բիզնես վերլուծաբանի հետ։ Նազիկը բացեց իր տետրը եւ ցույց տվեց նախորդ մատակարարների գները, որակի բողոքները, ուշացումները, ամեն ինչ գրանցված էր ամսաթվերով, գումարներով, նույնիսկ եղանակային պայմաններով, որոնք ազդել էին առաքման վրա։ «Ձեր գինը 3%-ով բարձր է շուկայականից», ասաց նա հանգիստ։ «Եթե իջեցնեք 5%-ով եւ երաշխավորեք առաքումը 30 օրում, ապա կունենանք պայմանագիր»։ Մատակարարը համաձայնեց անմիջապես։ Նա հասկացավ, իրական բանակցողը սենյակում Նազիկն էր, ոչ թե Մանվելը։ Բայց ինչպես մի կին, որը երբեք չէր սովորել բիզնես դպրոցում, ձեռք բերեց այդպիսի հմտություններ։ Պատասխանը պետք է փնտրել ավելի վաղ, Էջմիածնում, որտեղ Նազիկը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ յուրաքանչյուր դրամ հաշվի էր առնվում։ Նրա հայրը, պարզ շինարար, սովորեցրել էր իր դստերը, որ փողը չի աճում ծառերի վրա, եւ եթե ուզում ես ապրել, պետք է իմանաս, թե ինչպես հաշվել, ինչպես խնայել, ինչպես պլանավորել։
Նազիկը դեռ 15 տարեկանում վարում էր ընտանեկան բյուջեն, գրում էր յուրաքանչյուր ծախսը, համեմատում էր գները տարբեր խանութներում։ Երբ նա ամուսնացավ Մանվելի հետ, դեռ երիտասարդ, հեռանկարային սպայի հետ, նա բերեց այդ հմտությունները իրենց ընդհանուր կյանք։ Սկզբում դա էր պարզապես ընտանեկան տնտեսություն, բայց երբ Մանվելը սկսեց բարձրանալ ռազմական աստիճանակարգով, երբ սկսեցին հայտնվել առաջին լուրջ գումարները, Նազիկը հասկացավ. եթե չվերահսկես դրամական հոսքերը, դրանք կվերահսկեն քեզ։ 1999 թվականին, երբ Մանվելը դարձավ Երկրապահ հիմնադրամի նախագահը, նա ստանձնեց պատասխանատվություն միլիոնավոր դոլարների համար, որոնք պետք է օգնեին ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին։ Երին։ Սա էր հսկայական պատասխանատվություն, բայց նաեւ հսկայական հնարավորություն։ Եվ հենց այստեղ Նազիկը դարձավ անփոխարինելի։ Նա ստեղծեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր դրամ գրանցվում էր, յուրաքանչյուր գործարք փաստաթղթավորվում էր, յուրաքանչյուր մատակարար ստուգվում էր։ Մանվելը հանդիպում էր մարդկանց, ստորագրում էր պայմանագրերը, հայտնվում էր հանրային միջոցառումներում։ Բայց Նազիկը նստում էր տանը, իր սենյակում, եւ վարում էր իրական գործերը։ Նա գիտեր, թե որ ձեռնարկատերը վստահելի է եւ որը կփորձի խաբել։ Նա գիտեր, թե որ պաշտոնյան կարող է օգտակար լինել եւ ում պետք է խուսափել։ Նա գիտեր, թե երբ պետք է վճարել ավելի շատ, որպիսի ապահովես որակը, եւ երբ պետք է պահանջել զեղչ, որպեսի ցույց տաս ուժը։ Բայց ամենակարևորը, Նազիկը գիտեր, թե ինչպես պահել գաղտնիքները։ Նրա մատյանները երբեք չէին թողնում տունը։ Նրա հեռախոսազրույցները միշտ էլ կարճ եւ անորոշ էին։ Նրա հանդիպումները տեղի էին ունենում միայն տանը, երբ Մանվելը ներկա էր, որպեսի ամեն ինչ թվար, թե որոշումները կայացնում է գեներալը։ Նա ստեղծեց կատարյալ ֆասադ, հնազանդ կնոջ, որը միայն սպասարկում է հյուրերին եւ հոգ տանում ընտանիքի մասին։ Բայց ում ետևում թաքմած էր սառը, հաշվարկող միտք, որը վերահսկում էր ամբողջ կայսրությունը։ Ինչու էր նա դա անում։ Սիրու համար, թե իշխանության համար։ Արդյոք նա հավատում էր, որ օգնում է երկրին, թե պարզապես վայելում էր խաղը։ 1998 թվականին, երբ Մանվելը դարձավ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության հարցերով, նրա ազդեցությունը հասավ գագաթնակետի։ Նա վերահսկում էր ամբողջ բանակի մարտական պատրաստությունը, ինչը նշանակում էր, վերահսկում էր նաև բոլոր մատակարարումները, բոլոր պայմանագրերը, բոլոր բյուջեները։ Եվ Նազիկը, որը մինչ այդ վարում էր միայն երկրապահի գործերը, այժմ ստանձնեց ավելի մեծ դեր։ Նա դարձավ անտեսանելի կոորդինատորը, որը կապում էր բոլոր թելերը։ Մատակարարները, որոնք ուզում էին աշխատել բանակի հետ, գիտեին պաշտոնական առաջարկը պետք է ներկայացնել Մանվելին, բայց իրական բանակցությունները կլինեն Նազիկի հետ։ Պաշտոնյաները, որոնք ուզում էին համագործակցել Գրիգորյանների հետ, գիտեին Մանվելը կարող է խոստանալ, բայց Նազիկն է որոշում, թե արդյոք այդ խոստումը կկատարվի։ Նախկին բարձրաստիճան սպաներից մեկը, որը ծառայել է առաջին կորպուսում, հիշում է, թե ինչպես էր Նազիկը հայտնվում զինվորական մասերում, պաշտոնապես որպես գեներալի կին, որը բերել է նվերներ տղաներին։ Նա գալիս էր մեծ ավտոմեքենայով, լի պարկերով, որտեղ կային քաղցրավենիք, սիգարետ, երբեմն նաև փող։ Զինվորները ուրախանում էին, սպաները շնորհակալություն էին հայտնում։ Բայց այդ նույն սպան նկատեց, որ Նազիկը միշտ էլ խոսում էր հրամանատարների հետ առանձին, հարցնում էր մատակարարումների մասին, ճշտում էր, թե ինչ է պակասում, ինչ է ավելորդ։ Եվ մի քանի օր անց, երբ հրամանատարը զեկուցում էր Մանվելին, գեներալը արդեն գիտեր բոլոր մանրամասները։ Ինչպես։ Որովհետև Նազիկը արդեն զեկուցել էր նրան տանը, իր մատյաններում գրանցել էր ամեն ինչ եւ նույնիսկ պատրաստել էր առաջարկություններ, թե ինչպես լուծել խնդիրները։ Նա էր իրական հետախուզական ցանցը, որը տեղեկացնում էր Մանվելին ամեն ինչի մասին, ինչ կատարվում էր նրա հսկողության տակ գտնվող ստորաբաժանումներում։ Բայց ամենաշոկայինը չէր դա։ Ամենաշոկայինը այն էր, որ Նազիկը սկսեց ստեղծել իր սեփական ցանցը, մարդկանց, ովքեր պարտական էին անձամբ նրան, ոչ թե Մանվելին։ Դրանք էին մատակարարները, որոնց նա տվել էր առաջին մեծ պայմանագիրը, երբ ուրիշները չէին հավատում նրանց։ Դրանք էին պաշտոնյաները, որոնց նա օգնել էր լուծել անձնական խնդիրները, օգտագործելով Մանվելի կապերը, բայց այնպես, որ նրանք գիտեին իրականում օգնել է Նազիկը։ Դրանք էին նույնիսկ մի քանի սպաներ, որոնց ընտանիքները ստացել էին օգնություն երկրապահից, եւ որոնք գիտեին, որ այդ օգնությունը եկել է Նազիկի անձնական միջամտությամբ։ Այս մարդիկ չէին հայտնվում պաշտոնական հաշվետվություններում, չէին ստորագրում պայմանագրեր Նազիկի հետ, բայց նրանք գիտեին, ում են պարտական իրենց բարեկեցությունը։ Եվ երբ պետք էր, նրանք պատրաստ էին անել ամեն ինչ, ինչ Նազիկը խնդրեր։ 2002 թվականին, երբ Մանվելը դադարեցրեց ակտիվ ծառայությունը բանակում, բայց պահպանեց իր պաշտոնը երկրապահում եւ իր ազդեցությունը, շատերը կարծում էին, որ Գրիգորյանների կայսրությունը կթուլանա, բայց հակառակը տեղի ունեցավ։
Առանց ամենօրյա ռազմական պարտականությունների Մանվելը ստացավ ավելի շատ ժամանակ զբաղվելու բիզնեսով, եւ Նազիկը օգտագործեց այդ ժամանակը ընդլայնելու իրենց ազդեցությունը նոր ոլորտներում։ Անշարժ գույք, շինարարություն, ներմուծում, արտահանում, ամեն տեղ, որտեղ կային լուրջ գումարներ, հայտնվում էին Գրիգորյանները։ Եվ ամեն տեղ նույն սխեման էր. Մանվելը դեմքն էր, Նազիկը ուղեղը։ Նա վարում էր բոլոր ֆինանսական հոսքերը, վերահսկում էր բոլոր պայմանագրերը, ստուգում էր բոլոր գործընկերներին։ Նրա մատյանները դարձան ավելի հաստ, նրա ցանցը ավելի լայն, նրա ազդեցությունը ավելի խորը։ Բայց արդյոք Մանվելը գիտեր, թե որքան ուժեղ է դարձել իր կինը։ Արդյոք նա հասկանում էր, որ առանց Նազիկի նա կկորցներ վերահսկողությունը իր սեփական կայսրության վրա։ Թե նա կարծում էր, որ ամեն ինչ դեռ իր ձեռքում է եւ Նազիկը պարզապես օգնական է։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ, եթե Նազիկը որոշեր դավաճանել նրան։ Արդյոք նա ուներ այնքան տեղեկություններ, այնքան կապեր, այնքան վերահսկողություն, որ կարողանար ոչնչացնել Մանվելին առանց նրա։ Սրանք էին հարցերը, որոնք շշուկներով հնչում էին Երևանի էլիտայի շրջանում 2000-ականների սկզբին։ Բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել դրանք, որովհետև բոլորը գիտեին, Նազիկ Ամիրյանը լսում է ամեն ինչ, տեսնում է ամեն ինչ եւ հիշում է ամեն ինչ։ 2012 թվականին Մանվելը ընտրվեց ազգային ժողովի падգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Սա էր նոր փուլ նրա կարիերայում, անցումը ռազմականից քաղաքականության մեջ։ Եվ կրկին Նազիկը եղավ այն մարդը, որը պատրաստեց այս անցումը։ Նա կազմակերպեց հանդիպումներ ընտրողների հետ, վարեց ընտրական ատրական արշավի ֆինանսները, համակարգեց աջակիցների ցանցը։ Մանվելը ելույթներ էր ունենում, ձեռք էր սեղմում, խոստումներ էր տալիս։ Բայց Նազիկը հետևում էր, որ այդ խոստումները կատարվեն այնտեղ, որտեղ դա օգտակար էր նրանց համար, եւ անտեսվեն այնտեղ, որտեղ դա անպետք էր։ Նա վերածեց Մանվելի падգամավորությունը ոչ թե հանրային ծառայության, այլ նոր բիզնես հնարավորության, որովհետև падգամավորը ունի անձեռնմխելիություն, ունի հասանելիություն բարձրաստիճան պաշտոնյաներին, ունի ազդեցություն օրենսդրության վրա, եւ Նազիկը գիտեր, թե ինչպես օգտագործել այս ամենը իրենց շահերի համար։ Նախկին падգամավորներից մեկը, որը ծառայել է Մանվելի հետ միևնույն կոմիտեում, հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս Նազիկի իրական դերը։ Երբ քննարկվում էր մի օրինագիծ, որը կարող էր ազդել պաշտպանական ոլորտի մատակարարումների վրա, Մանվելը սկզբում հայտարարեց, որ կողմ է օրինագծին։ Բայց հաջորդ օրը նա փոխեց իր դիրքորոշումը եւ սկսեց ակտիվորեն դեմ խոսել։ Երբ այդ падգամավորը հարցրեց, ինչու է փոխվել կարծիքը, Մանվելը պարզապես ժպտաց եւ ասաց. «Տանը ավելի լավ ուսումնասիրեցի հարցը»։ Բայց բոլորը հասկացան. տանը նշանակում էր Նազիկի հետ։ Նա էր վերլուծել օրինագիծը, հասկացել էր, որ այն կվնասի նրանց բիզնեսին եւ համոզել էր Մանվելին փոխել դիրքորոշումը։ Եվ Մանվելը, ով դաշտում էր անվախ հրամանատար, ով կարող էր կանգնել հարյուրավոր զինվորների առջև եւ ոգեշնչել նրանց, տանը հնազանդվում էր իր կնոջ վերլուծությանը։ Ով էր իրականում ավելի ուժեղ այս զույգում։ Բայց Նազիկի ամենամեծ հաջողությունը չէր քաղաքականությունը կամ բիզնեսը։ Նրա ամենամեծ հաջողությունը այն էր, որ նա կարողացավ մնալ անտեսանելի։ Տասնամյակներ շարունակ մինչդեռ Մանվելը եղավ հայտնի դեմք, մինչդեռ նրա անունը հնչում էր լրատվամիջոցներում, մինչդեռ նրա մասին գրվում էին հոդվածներ, Նազիկը մնում էր ստվերում։ Նա երբեք չի տվել հարցազրույց, երբեք չի հայտնվել հեռուստատեսությունում, երբեք չի մասնակցել հանրային միջոցառումներին առանց Մանվելի։ Նա ստեղծեց կատարյալ կերպար, պարզ, խոնարհ կնոջ, որը ապրում է ամուսնու ստվերում։ Եվ հենց այդ անտեսանելիությունը դարձավ նրա ամենամեծ ուժը, որովհետև մարդիկ չեն վախենում նրանից, ինչ չեն տեսնում։ Մարդիկ չեն պայքարում նրա դեմ, ում գոյությունը չեն ճանաչում։ Եվ մինչ բոլորը կենտրոնացած էին Մանվելի վրա, Նազիկը հանգիստ շարունակում էր վարել իրական գործերը։ 2017 թվականին, երբ Մանվելի падգամավորական լիազորությունները ավարտվեցին, շատերը կարծում էին, որ սա կլինի Գրիգորյանների ազդեցության վերջը։ Նոր իշխանությունը, որը եկավ Թավշյա հեղափոխությունից հետո, խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ, հետապնդել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին։ Եվ Մանվել Գրիգորյանը, որպես նախկին բարձրաստիճան ռազմական եւ ՀՀԿ-ական падգամավոր, էր ակնհայտ թիրախ։ Բայց նույնիսկ այդ պահին, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել, Նազիկը մնաց հանգիստ։ Նա գիտեր, որ նրանք պատրաստվել են այս սցենարին։ Նա գիտեր, որ ամենակարևոր փաստաթղթերը թաքցված են այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չի գտնի։ Նա գիտեր, որ ամենակարևոր գումարները փոխանցված են այնպիսի հաշիվների, որոնք չեն կապված ուղղակիորեն նրանց անուններին։ Նա գիտեր, որ նրանց ցանցը բավականաչափ ուժեղ է, որպիսի դիմանա առաջին հարվածին։ Բայց արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք նրա հաշվարկները, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել էին անթերի, կշարունակեին աշխատել նոր իրականության մեջ։
Արդյոք կինը, որը կառուցել էր ամբողջ կայսրություն ստվերներում, կկարողանար պաշտպանել այդ կայսրությունը, երբ լույսը վերջապես ուղղվեր դեպի նրանց։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիքներ էր դեռ պահում Նազիկ Ամիրյանը, գաղտնիքներ, որոնք կարող էին փրկել կամ ոչնչացնել ամեն ինչ, ինչ նրանք կառուցել էին։ Պատասխանները գալիս էին շատ արագ, եւ դրանք ցնցեցին ամբողջ երկիրը։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք, եւ ձեզ մոտ գալիս է հիվանդ, որը բողոքում է գլխացավից։ Դուք նշանակում եք սովորական ցավազրկողներ, բայց հետո, երբ այդ հիվանդը հեռանում է, դուք նկատում եք, որ նրա բժշկական քարտում կա մի նշում, որը չպետք է լիներ այնտեղ։ Հատուկ դեղամիջոցներ, միայն անձնական հաստատմամբ։ Դուք սկսում եք հետաքննել եւ պարզում եք, որ այդ հիվանդը տասնամյակներ շարունակ ստանում է դեղեր, որոնք նշանակվում են միայն շատ լուրջ հիվանդությունների դեպքում։ Բայց պաշտոնական ախտորոշման մեջ այդ հիվանդության մասին ոչինչ չկա։ Ինչու՞։ Ո՞վ էր թաքցնում ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ հիվանդությունը, որը պետք է մնար գաղտնիք նույնիսկ ամենամոտ մարդկանցից։ 2018 թվականի հունիսին, երբ քննիչները մտան Գրիգորյանների առանձնատուն, նրանք գտան ոչ միայն զենք եւ պահածո, այլ նաեւ մի փոքրիկ սեյֆ Նազիկի անձնական սենյակում։ Այդ սեյֆում, ի թիվս ֆինանսական փաստաթղթերի, կար մի հաստ թղթապանակ, նշված անձնական բժշկական։ Երբ փաստաբանները փորձեցին արգելել այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը, պնդելով, որ դրանք անձնական բնույթի են, քննիչները կասկածեցին, որ այնտեղ ինչ-որ կարևոր բան կա։ Եվ նրանք ճիշտ էին։ Այդ թղթապանակում էին Մանվել Գրիգորյանի բժշկական հետազոտությունների արդյունքները, սկսած 1998 թվականից։ Եվ այդ արդյունքները ցույց էին տալիս մի պատմություն, որը Գրիգորյանները թաքցրել էին 20 տարի։ Նախկին բժիշկներից մեկը, որը մաս էր կազմում Մանվելի բժշկական թիմի, հիշում է, թե ինչպես էր Նազիկը վերահսկում ամեն մանրամասն։ Երբ Մանվելը դարձավ առաջին կորպուսի հրամանատար, նրան նշանակվեց անձնական բժիշկ, ինչպես բոլոր բարձրաստիճան սպաներին։ Բայց Նազիկը պահանջեց, որ բոլոր հետազոտությունները կատարվեն ոչ թե ռազմական հիվանդանոցում, այլ մասնավոր կլինիկաներում, որտեղ գաղտնիությունը երաշխավորված էր։ Նա անձամբ ընտրեց բժիշկներին, անձամբ վճարեց նրանց ծառայությունները, անձամբ պահպանեց բոլոր արդյունքները։ Եվ երբ բժիշկները հայտնաբերեցին, որ Մանվելը տառապում է լուրջ սրտանոթային հիվանդությամբ, որը պահանջում էր մշտական դեղորայքային թերապիա եւ սթրեսից խուսափում, Նազիկը արգելեց նրանց խոսել այդ մասին ուրիշների հետ։ Նա նույնիսկ պատրաստեց հատուկ պայմանագրեր, որտեղ բժիշկները ստորագրում էին գաղտնիության պարտավորություն։ Ինչու էր այդքան կարևոր թաքցնել Մանվելի իրական առողջական վիճակը։ Պատասխանը պարզ էր՝ իշխանությունը։ Հայաստանի բանակում, որտեղ ուժը եւ կամքը էին ամենակարևոր արժեքները, թուլության ցանկացած նշան կարող էր դառնալ մահավճիռ։ Եթե մարդիկ իմանային, որ Մանվել Գրիգորյանը, հզոր գեներալը, որը վերահսկում էր ամբողջ կորպուսը, իրականում հիվանդ մարդ է, որը կախված է դեղերից եւ չի կարող տանել սթրեսը, նրա հեղինակությունը կփլուզվեր։ Նրա թշնամիները կօգտագործեին այդ տեղեկությունը նրա դեմ։ Նրա գործընկերները կսկսեին կասկածել նրա ունակությունների մեջ։ Եվ ամենակարևորը, նրա վերադասները կարող էին որոշել, որ նա այլևս պիտանի չէ իր պաշտոնի համար։ Նազիկը հասկանում էր այս ամենը ավելի լավ, քան ցանկացած ռազմական ռազմավարական։ Նա գիտեր, որ իշխանությունը պահպանելու համար պետք է պահպանել ուժի պատրանքը, եւ նա արեց ամեն ինչ, որպեսզի այդ պատրանքը երբեք չփլուզվի։ Բայց ինչպես կարող էր Մանվելը շարունակել իր պարտականությունները, եթե նա իրականում հիվանդ էր։ Այստեղ էլ Նազիկի հանճարեղությունը դրսևորվեց ամբողջությամբ։ Նա ստեղծեց համակարգ, որտեղ Մանվելի աշխատանքային ծանրաբեռնվածությունը կառավարվում էր այնպես, որ նա երբեք չհասներ կրիտիկական սթրեսի մակարդակի։ Կարևոր հանդիպումները պլանավորվում էին առավոտյան, երբ Մանվելը ամենալավ վիճակում էր։ Երկար ճանապարհորդությունները բաժանվում էին մի քանի օրվա, որպեսզի նա ունենար հանգստի ժամանակ։ Լարված բանակցությունները նախապատրաստվում էին այնպես, որ Մանվելը գիտեր բոլոր պատասխանները եւ չպետք է լարվեր անսպասելի հարցերից։ Եվ երբ Մանվելը զգում էր, որ չի կարող շարունակել, Նազիկը գտնում էր պատճառ, հետաձգելու հանդիպումը, չեղարկելու ճանապարհորդությունը, փոխարինելու նրան ինչ-որ մեկով։ Նավի վերածեց Մանվելի կյանքը մի մանրակրկիտ կառավարվող ներկայացման, որտեղ ամեն ինչ հաշվարկվածած էր այնպես, որ նա միշտ թվար ուժեղ եւ վերահսկողության տակ։ Նախկին օգնականներից մեկը հիշում է, թե ինչպես էր Նազիկը զանգահարում գրասենյակ եւ ասում. «Գեներալը այսօր չի կարող գալ։ Նրան անհետաձգելի անձնական գործ ունի»։ Բայց իրականում Մանվելը պարզապես վատ էր զգում, եւ Նազիկը որոշել էր, որ ավելի անվտանգ է նրան պահել տանը։ Կամ թե ինչպես էր նա հայտնվում կարևոր միջոցառումներում եւ անձամբ վերահսկում, որ Մանվելը չի խմում ալկոհոլ, չի ուտում ծանր ուտեստներ, չի մնում շատ ուշ։
Մարդիկ կարծում էին, որ Նազիկը պարզապես հոգատար կին է, որը հոգ է տանում ամուսնու առողջության մասին, բայց իրականում նա էր բժիշկը, դեղագործը եւ պահակը, որը պահպանում էր Մանվելի կյանքը եւ միաժամանակ նրա իշխանությունը։ Արդյոք Մանվելը գիտակցում էր, թե որքան կախված էր նա իր կնոջից։ Արդյոք նա հասկանում էր, որ առանց Նազիկի նա ոչ միայն կկորցներ իր կայսրությունը, այլ հնարավոր է նաեւ իր կյանքը։ 2000-ականների կեսերին, երբ Մանվելի առողջական վիճակը սկսեց վատանալ ավելի արագ, Նազիկը կայացրեց մի ռիսկային որոշում։ Նա սկսեց աստիճանաբար փոխանցել որոշ պարտականություններ վստահելի մարդկանց, ովքեր պարտական էին անձամբ նրան, եւ ում նա կարող էր վստահել։ Դրանք էին նրա ցանցի հիմնական անդամները, մատակարարները, պաշտոնյաները, նույնիսկ մի քանի սպաներ, ովքեր հասկանում էին իրական իրավիճակը։ Նազիկը չասաց նրանց ճշմարտությունը Մանվելի առողջության մասին, բայց նա տվեց նրանց հասկանալ, որ գեներալը շատ զբաղված է, եւ որ որոշ հարցերում նրանք կարող են ուղղակիորեն դիմել նրան։ Սա էր հանճարեղ քայլ, որովհետև այն թույլ տվեց Նազիկին ավելի մեծ վերահսկողություն ստանալ առանց պաշտոնապես ստանձնելու որևէ պաշտոն։ Նա մնաց անտեսանելի, բայց նրա ազդեցությունը դարձավ ավելի ուղղակի։ Բայց այս փոփոխությունը չանցավ անտեսանելի։ Մարդիկ սկսեցին նկատել, որ Մանվելը ավելի քիչ է հայտնվում հանրային տեղերում, որ նա ավելի քիչ է տալիս հարցազրույցներ, որ նա ավելի քիչ է մասնակցում կարևոր հանդիպումների։ Սկսեցին տարածվել լուրեր, որ գեներալը հիվանդ է, որ նա կորցրել է իր նախկին ուժը, որ նա այլևս չի վերահսկում իր կայսրությունը։ Եվ Նազիկը հասկացավ, որ պետք է արագ գործել, որպեսզի կանխի այդ լուրերի տարածումը։ Նա սկսեց կազմակերպել հատուկ միջոցառումներ, որտեղ Մանվելը հայտնվում էր կարճ ժամանակով, բայց այնպես, որ բոլորը տեսնեին, նա դեռ ուժեղ է, դեռ վերահսկողության տակ է։ Նա նաև սկսեց տարածել հակալուրեր, որ գեներալը պարզապես կենտրոնացած է ավելի կարևոր նախագծերի վրա, որ նա պատրաստվում է նոր մեծ գործարքների, որ նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, որովհետև արժանացել է հանգիստ։ Այս հակալուրերը մասամբ աշխատեցին, բայց կասկածները մնացին։ 2015 թվականին տեղի ունեցավ դրվագ, որը ցույց տվեց, թե որքան վտանգավոր էր դարձել իրավիճակը։ Մանվելը պետք է մասնակցեր կարևոր հանդիպման, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բայց հանդիպման առավոտյան նա զգաց սրտի ուժեղ ցավ։ Նազիկը անմիջապես կանչեց բժշկին, բայց միաժամանակ հասկացավ, որ եթե Մանվելը չհայտնվի այդ հանդիպման, մարդիկ կսկսեն հարցեր տալ։ Եվ նա կայացրեց անհավանական որոշում, նա ինքը գնաց այդ հանդիպման Մանվելի փոխարեն։ Երբ պաշտոնյաները զարմացած հարցրին, թե որտեղ է գեներալը, Նազիկը հանգիստ բացատրեց, որ նա անհետաձգելի զանգ է ստացել եւ ուղարկել է իրեն ներկայացնելու նրա դիրքորոշումը։ Եվ հետո 5 ժամ շարունակ Նազիկը բանակցեց այնպես, ինչպես Մանվելը կբանակցեր՝ պահանջկոտ, ճշգրիտ, անզիջում։ Երբ հանդիպումը ավարտվեց, պաշտոնյաները միմյանց նայեցին եւ հասկացան, նրանք նոր են տեսել, թե ով է իրականում ղեկավարում Գրիգորյանների կայսրությունը։ Բայց այդ օրը Նազիկը նաև հասկացավ, որ նրանք հասել են վտանգավոր կետի։ Մանվելի առողջությունը այլևս չէր թույլ տալիս նրան շարունակել նախկին տեմպերով, եւ եթե նա շարունակեր փոխարինել նրան հանրային հանդիպումներում, մարդիկ կսկսեին խոսել, կսկսեին կասկածել, կսկսեին հետաքննել։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ, պահպանելու իրենց ազդեցությունը առանց Մանվելի մշտական ներկայության։ Եվ նա գտավ այդ ճանապարհը։ Նա սկսեց ավելի ակտիվորեն օգտագործել իրենց ցանցը։ Մարդիկ, ովքեր պարտական էին նրանց հետևելու համարիք, ովքեր պարտական էին նրանց, սկսեցին գործել որպես նրանց ներկայացուցիչներ տարբեր ոլորտներում։ Նազիկը վերահսկում էր նրանց հեռվից, տալիս էր հրահանգներ հեռախոսով կամ անձնական հանդիպումների ժամանակ եւ ստանում էր զեկույցներ յուրաքանչյուր գործարքի մասին։ Այսպիսով նա ստեղծեց բազմաշերտ կառուցվածք, որտեղ Մանվելը մնում էր որպես խորհրդանիշ, բայց իրական աշխատանքը կատարվում էր ուրիշների կողմից, բոլորը Նազիկի վերահսկողության տակ։ Արդյոք այս համակարգը կարող էր աշխատել անվերջ։ Արդյոք Նազիկը կարող էր շարունակել վերահսկել այդքան բարդ ցանցը առանց սխալների։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ, եթե Մանվելի առողջությունը վատանար այնքան, որ նա այլևս չկարողանար նույնիսկ խորհրդանիշ լինել։ Արդյոք Նազիկը պատրաստ էր ստանձնել ամբողջ իշխանությունը բացահայտորեն, թե նա նախընտրում էր մնալ ստվերում նույնիսկ այն գնով, որ ամեն ինչ կարող էր փլուզվել։ Այս հարցերը սկսեցին տանջել նաև նրանց ամենամոտ մարդկանց։ Բայց ոչ ոք չէր համարձակվում հարցնել Նազիկին ուղղակիորեն, որովհետև բոլորը գիտեին, նա չի սիրում, երբ մարդիկ խառնվում են նրա գործերին։ Եվ նրանք վախենում էին, որ եթե շատ հետաքրքրվեն, կարող են կորցնել ամեն ինչ ունեն։ Երբ քննիչները սկսեցին ուսումնասիրել Երկրապահ հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերը 2018 թվականին, նրանք բախվեցին մի խնդրի,
որը սկզբում թվաց տեխնիկական սխալ։ Հարյուրավոր գործարքներ, որոնք պաշտոնապես ստորագրված էին Մանվել Գրիգորյանի կողմից, իրականում ունեին երկրորդ ստորագրություն, մի անունով, որը չէր հայտնվում հիմնադրամի պաշտոնական կառուցվածքում։ Այդ անունը Նազիկ Ամիրյան։ Ինչու էր հիմնադրամի նախագահի կինը ստորագրում ֆինանսական փաստաթղթեր, երբ նա չուներ որևէ պաշտոնական լիազորություն։ Ինչու էին բանկերը ընդունում այդ ստորագրությունները առանց հարցերի։ Եվ ամենակարևորը, ինչ էր նշանակում այն փաստը, որ որոշ գործարքներում միայն Նազիկի ստորագրությունն էր, առանց Մանվելի։ Նախկին հաշվապահներից մեկը, որը աշխատել է երկրապահում, բացատրում է, թե ինչպես էր սա աշխատում։ Երբ հիմնադրամը ստեղծվեց 1999 թվականին, Մանվելը պաշտոնապես էր նախագահը, բայց նա անմիջապես տվեց Նազիկին լիազորագիր, գործելու իր անունից ֆինանսական հարցերում։ Այդ լիազորագիրը նոտարական վավերացված էր եւ տալիս էր Նազիկին իրավունք ստորագրելու պայմանագրեր, բացելու բանկային հաշիվներ, կատարելու փոխանցումներ։ Սկզբում սա թվում էր տրամաբանական։ Մանվելը զբաղված էր ռազմական պարտականություններով եւ նրան պետք էր ինչ-որ մեկը, ով կվարեր ամենօրյա գործերը։ Բայց աստիճանաբար Նազիկի դերը դարձավ ավելին, քան պարզ օգնական։ Նա սկսեց կայացնել որոշումներ առանց Մանվելի հետ խորհրդակցելու։ Նա սկսեց փոխել պայմանագրերի պայմանները, եթե դրանք չէին համապատասխանում նրա ակնկալիքներին։ Նա սկսեց մերժել մատակարարներին, որոնք Մանվելը արդեն հաստատել էր, եթե նա գտնում էր ավելի լավ տարբերակներ։ Հաշվապահները սկզբում փորձեցին բողոքել։ Նրանք ասացին Մանվելին, որ Նազիկը գերազանցում է իր լիազորությունները, որ նա կայացնում է որոշումներ, որոնք պետք է կայացնի միայն նախագահը։ Բայց Մանվելը պարզապես ժպտաց եւ ասաց. Նազիկը գիտե ինչ անում է։ Եթե նա որոշել է, ուրեմն դա ճիշտ որոշումն է։ Հաշվապահները հասկացան, որ բողոքելը անիմաստ է։ Նրանք սկսեցին ընդունել Նազիկի որոշումները որպես վերջնական, նույնիսկ երբ դրանք հակասում էին Մանվելի նախկին հրահանգներին։ Եվ աստիճանաբար, տարիների ընթացքում Նազիկը դարձավ ոչ թե Մանվելի օգնականը, այլ իրական ղեկավարը երկրապահի։ Մանվելը մնաց որպես դեմքը, որը ներկայանում էր հանրությանը, բայց Նազիկը էր մարմինը, որը կատարում էր բոլոր գործողությունները։ Բայց ինչու էին բանկերը ընդունում այս իրավիճակը։ Ինչու նրանք չպահանջեցին, որ բոլոր գործարքները ստորագրվեն միայն պաշտոնական նախագահի կողմից։ Պատասխանը պարզ էր՝ փողը։ Երկրապահն էր մեծագույն հաճախորդներից մեկը բազմաթիվ բանկերի համար։ Հիմնադրամի միջոցով անցնում էին միլիոնավոր դոլարներ ամեն տարի, եւ լիվ բանկերը չէին ուզում կորցնել այդ հաճախորդին պաշտոնական ձևականությունների պատճառով։ Նրանք գիտեին, որ Նազիկն ունի լիազորագիր, եւ դա բավական էր նրանց համար։ Բացի այդ, Նազիկը էր շատ ավելի հարմար գործընկեր, քան Մանվելը։ Նա միշտ պատրաստ էր հանդիպումների, միշտ պատասխանում էր հեռախոսին, միշտ գիտեր ճշգրիտ թվերը եւ ամսաթվերը։ Մանվելը, ընդհակառակը, հաճախ էր անհասանելի, հաճախ հետաձգում էր հանդիպումները, հաճախ պահանջում էր ժամանակ, խորհրդակցելու իր թիմի հետ։ Բանկերը նախընտրում էին աշխատել Նազիկի հետ, եւ նա օգտագործում էր այդ նախապատվությունը ամրապնդելու իր դիրքերը։ 2000-ականների սկզբին Նազիկը սկսեց ստեղծել ավելի բարդ ֆինանսական կառուցվածքներ։ Նա բացեց մի քանի ընկերություններ, որոնք պաշտոնապես չէին կապված երկրապահի հետ, բայց իրականում ծառայում էին որպես միջնորդներ հիմնադրամի գործարքներում։ Այս ընկերությունները թույլ էին տալիս Նազիկին ավելի ճկուն կերպով կառավարել դրամական հոսքերը, թաքցնել որոշ գործարքներ պաշտոնական հաշվետվություններից եւ ստեղծել պահուստային ֆոնդեր, որոնք կարող էին օգտագործվել անհրաժեշտության դեպքում։ Հաշվապահները, որոնք վարում էին այս ընկերությունների գրքերը, հասկանում էին, որ ինչ-որ բան ճիշտ չէ, բայց նրանք նաև գիտեին, որ հարցեր տալը վտանգավոր է։ Նազիկը վճարում էր նրանց լավ, շատ ավելի լավ, քան նրանք կարող էին վաստակել ուրիշ տեղերում։ Եվ նա նաև հստակ տալիս էր հասկանալ, որ նրանց լռությունը գնահատվում է, իսկ նրանց խոսուն լինելը կունենա հետևանքներ։ Նախկին մատակարարներից մեկը հիշում է դրվագ, որը ցույց է տալիս, թե ինչպես էր Նազիկը օգտագործում այս համակարգը։ 2006 թվականին այդ մատակարարը ստացավ մեծ պատվեր երկրապահից՝ մատակարարել ռազմական համազգեստներ։ Պայմանագիրը ստորագրվեց, առաջին վճարումը կատարվեց։ Բայց երբ մատակարարը առաքեց ապրանքը, նա ստացավ զանգ Նազիկից, որը ասաց, որ որակը չի համապատասխանում պահանջներին եւ որ նա պետք է վերադարձնի մի մասը վճարումից։ Մատակարարը բողոքեց, ցույց տվեց սերտիֆիկատները, հիշեցրեց, որ ամեն ինչ համապատասխանում է պայմանագրին։ Բայց Նազիկը անզիջում էր։ Նա ասաց. «Կամ վերադարձնում ես 20%-ը, կամ մենք չենք վճարի մնացածը եւ կդիմենք դատարան»։ Մատակարարը գիտեր, որ դատական գործընթացը կտևի տարիներ եւ կարժենա ավելի շատ, քան 20%-ը։ Նա համաձայնեց վերադարձնել գումարը, բայց հետո նա պարզեց, որ այդ 20%-ը չի վերադարձել երկրապահի պաշտոնական հաշիվը, այլ փոխանցվել է մի այլ ընկերության, որը պատկանում էր Նազիկի ցանցին։ Սա էր նրա մեթոդը՝
օգտագործել երկրապայի ուժը եւ հեղինակությունը, որպիսի ստիպի մատակարարներին զիջել եւ հետո ուղղորդել այդ լրացուցիչ գումարները դեպի իր սեփական կառուցվածքները։ Արդյոք Մանվելը գիտեր այս ամենի մասին։ Արդյոք նա հասկանում էր, որ Նազիկը ստեղծել է զուգահեռ ֆինանսական համակարգ, որը մասամբ ծառայում էր երկրապային, բայց մասամբ նաև նրանց անձնական շահերին։ Թե նա պարզապես վստահում էր Նազիկին եւ չէր ուզում խորանալ մանրամասներում։ Նախկին օգնականները ասում են, որ Մանվելը հազվադեպ էր հարցնում Նազիկին ֆինանսական մանրամասների մասին։ Նա ուզում էր իմանալ միայն ընդհանուր պատկերը, արդյոք հիմնադրամը լավ է աշխատում, արդյոք կան խնդիրներ, արդյոք ազատամարտիկները ստանում են օգնություն։ Եվ Նազիկը միշտ պատասխանում էր դրական. այո, ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բոլորը գոհ են։ Մանվելը գոհ էր այդ պատասխաններից եւ վերադառնում էր իր սեփական գործերին։ Նա չգիտեր կամ չէր ուզում իմանալ, որ ամեն ինչ լավ է նշանակում էր, որ Նազիկը վերահսկում է յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր մարդ, ով կապված է հիմնադրամի հետ։ 2012 թվականին, երբ Մանվելը դարձավ падգամավոր, Նազիկը տեսավ նոր հնարավորություններ։ Падգամավորությունը բացեց դռներ դեպի նոր ոլորտներ, նոր կապեր, նոր գործարքներ։ Եվ Նազիկը օգտագործեց այդ հնարավորությունները ամբողջությամբ։ Նա սկսեց հանդիպել պաշտոնյաների հետ, ովքեր նախկինում անհասանելի էին նրանց համար։ Նա սկսեց մասնակցել քննարկումների, որտեղ որոշվում էին կարևոր օրենքներ եւ կանոնակարգեր։ Նա սկսեց ազդել որոշումների վրա, որոնք կարող էին օգտակար լինել նրանց բիզնեսի համար։ Եվ ամեն անգամ նա դա անում էր Մանվելի անունից, որպես падգամավորի կինը, որը օգնում է նրան հասկանալ տեխնիկական մանրամասները։ Մարդիկ ընդունում էին նրան, որովհետև նա ներկայացնում էր Մանվելին, բայց իրականում նա ներկայացնում էր իր սեփական շահերը, իր սեփական տեսլականը, իր սեփական ռազմավարությունը։ Արդյոք կարող էր այս իրավիճակը շարունակվել անվերջ։ Արդյոք Նազիկը կարող էր շարունակել գործել Մանվելի ստվերում, մինչդեռ իրականում վերահսկում էր ամեն ինչ։ Թե մի օր կգար պահը, երբ նրա իրական դերը կբացահայտվեր, եւ ամեն ինչ կփլուզվեր։ Եվ եթե այդ պահը գար, արդյոք Նազիկը պատրաստ էր պաշտպանել իր կայսրությունը։ Թե նա կփախչեր եւ կթողներ Մանվելին դիմակայել հետևանքներին միայնակ։ Այս հարցերը սկսեցին ստանալ պատասխաններ շատ արագ, երբ 2018 թվականին նոր իշխանությունը որոշեց հետապնդել Գրիգորյանների։ Եվ այն ինչ պարզվեց, ցնցեց նույնիսկ նրանց, ովքեր կարծում էին, որ գիտեն ամեն ինչ այս ընտանիքի մասին։ Երբ զինվորները սկսեցին խոսել 2018 թվականին, երբ նրանք վերջապես համարձակվեցին պատմել ճշմարտությունը, նրանց պատմություններում կրկնվում էր մի անուն, որը շատերը չէին սպասում լսել։ Ոչ թե Մանվել Գրիգորյանի անունը, այլ Նազիկ Ամիրյանի անունը։ Զինվորները պատմում էին, թե ինչպես էր նա հայտնվում զինվորական մասերում, թե ինչպես էր նա ստուգում պահեստները, թե ինչպես էր նա հարցնում հրամանատարներին, ինչ է պակասում, ինչ է ավելորդ։ Եվ ամենաշոկայինը, թե ինչպես էր նա անձամբ տալիս հրահանգներ, թե ինչ պետք է փոխանցվի երկրաբայի պահեստներ, եւ ինչ պետք է մնա զինվորական մասում։ Ով էր տվել նրան այդ լիազորությունը։ Ինչու էին հրամանատարները հնազանդվում մի կնոջ, որը չուներ որևէ ռազմական կոչում կամ պաշտոն։ Նախկին զինվորներից մեկը, որը ծառայել է առաջին կորպուսում 2000-ականների սկզբին, հիշում է, թե ինչպես էր Նազիկը եկել նրանց զինվորական մաս մի ամառվա օրը։ Նա ժամանեց մեծ ավտոմեքենայով, ուղեկցվում էր երկու մարդկանցով, ովքեր կրում էին մեծ պարկեր։ Զինվորները կարծեցին, որ սա սովորական այցելություն է, գեներալի կինը բերել է նվերներ տղաներին։ Բայց Նազիկը անմիջապես խնդրեց տեսնել հրամանատարին եւ ասաց, որ ունի հատուկ հանձնարարություն Մանվել սեկտորիից։ Հրամանատարը, որը գիտեր Նազիկի իրական դերը, անմիջապես հրավիրեց նրան իր գրասենյակ։ Եվ այնտեղ, առանց ականատեսների, Նազիկը տվեց հրահանգներ, որոշակի քանակությամբ պահածո եւ համազգեստներ պետք է փոխանցվեն երկրաբայի պահեստ, որովհետեւ դրանք անհրաժեշտ են ազատամարտիկների ընտանիքներին։ Հրամանատարը փորձեց բացատրել, որ այդ պահածոն նախատեսված է զինվորների համար, որ նա չի կարող պարզապես տալ դրանք առանց պաշտոնական հրամանի։ Բայց Նազիկը հանեց մի փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ երկրապան իրավունք ունի ստանալ օգնություն բանակից ազատամարտիկների աջակցության նպատակով։ Այդ փաստաթուղթը ստորագրված էր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Հրամանատարը հասկացավ, որ նա չունի ընտրություն։ Նա հրամայեց փոխանցել պահածոն։ Բայց այդ զինվորը, որը ներկա էր փոխանցման ժամանակ, նկատեց մի տարօրինակ բան։ Երբ պահածոն բեռնվում էր բեռնատարի մեջ, Նազիկը անձամբ հաշվում էր տուփերը եւ գրանցում էր դրանք իր նոթբուքում։ Նա նաև ստուգեց ամսաթվերը տուփերի վրա եւ մի քանի անգամ հարցրեց, արդյոք սա ամենանորը պահածոն է, որ կա պահեստում։ Երբ հրամանատարը հաստատեց, որ այո, Նազիկը գոհ էր։
Բայց հետո, երբ բեռնատարը հեռացավ, զինվորները սկսեցին խոսել միմյանց հետ։ Նրանք հիշեցին, որ մի քանի ամիս առաջ նույն կերպ էր փոխանցվել մեծ քանակությամբ համազգեստներ, եւ մի քանի ամիս առաջ զենք եւ զինամթերք։ Ամեն անգամ Նազիկը կամ նրա ներկայացուցիչները էին գալիս, ցույց տալիս պաշտոնական փաստաթղթեր եւ տանում էին այն, ինչ ուզում էին։ Զինվորները սկսեցին հարցնել. Արդյոք այդ ամենը իրականում հասնում է ազատամարտիկներին, թե ուրիշ տեղ է գնում։ Բայց նրանք չէին համարձակվում բարձրաձայնել այդ կասկածները, որովհետև գիտեին, Գրիգորյանները շատ ուժեղ են եւ հարցեր տալը վտանգավոր է։ 2018 թվականին, երբ քննիչները սկսեցին հետաքննել, նրանք գտան ապացույցներ, որ այդ զինվորների կասկածները արդարացված էին։ Պահածոն, որը պաշտոնապես փոխանցվել էր երկրապային ազատամարտիկների համար, իրականում վաճառվել է շուկայում։ Համազգեստները, որոնք պետք է տրվեին կարիքավոր ընտանիքներին, հայտնվել էին մասնավոր խանութներում։ Զենքը եւ զինամթերքը, որը պետք է պահվեր երկրապայի պահեստներում արտակարգ իրավիճակների համար, մի մասը վաճառվել էր, մի մասը պարզապես անհետացել էր։ Եվ բոլոր այդ գործարքների հետքերը տանում էին ոչ թե Մանվել Գրիգորյանի մոտ, այլ Նազիկ Ամիրյանի մոտ։ Նրա ստորագրություններ էին փոխանցման փաստաթղթերի վրա։ Նրա հեռախոսահամարը էր կապված գնորդների հետ։ Նրա բանկային հաշիվներն էին ստանում գումարները վաճառքներից։ Բայց ամենաշոկայինը չէր դա։ Ամենաշոկայինը այն էր, որ Նազիկը ոչ միայն վաճառում էր այն, ինչ գողացել էր բանակից, այլ նաև օգտագործում էր երկրապայի անունը, ստանալու նոր մատակարարումներ պետությունից։ Նա ներկայացնում էր հայտեր, որտեղ ասում էր, որ հիմնադրամին անհրաժեշտ է օգնություն, աջակցելու ազատամարտիկներին։ Պետությունը, որը վստահում էր երկրապային եւ Մանվել Գրիգորյանի հեղինակությանը, տրամադրում էր այդ օգնությունը, եւ Նազիկը ստանում էր նոր պահածո, նոր համազգեստներ, նոր զինամթերք։ Մի մասը նա իրականում տրամադրում էր ազատամարտիկներին, պահպանելու երկրապայի հեղինակությունը, բայց մեծ մասը նա վաճառում էր կամ պահում էր անձնական պահեստներում։ Սա էր կատարյալ սխեման՝ օգտագործել պետական ռեսուրսները, վաճառել դրանք եւ հետո պահանջել նոր ռեսուրսներ, պնդելով, որ նախորդները օգտագործվել են բարեգործական նպատակներով։ Նախկին երկրապայի աշխատակիցներից մեկը հիշում է, թե ինչպես էր Նազիկը կազմակերպում այս սխեման։ Նա ուներ հատուկ մարդկանց, ովքեր պատասխանատու էին տարբեր փուլերի համար։ Մեկը պատասխանատու էր ստանալու պահածոն բանակից, մեկ ուրիշը տեղափոխելու այն երկրապայի պահեստներ, երրորդը տեսակավորելու, ինչը կտրվի ազատամարտիկներին եւ ինչը կվաճառվի, չորրորդը գտնելու գնորդներ եւ կազմակերպելու վաճառքը։ Եվ Նազիկը վերահսկում էր ամբողջ շղթան, ստանալով զեկույցներ յուրաքանչյուր փուլի մասին, ստուգելով թվերը, համոզվելով, որ ոչ ոք չի գողանում նրանից։ Այո, նա վախենում էր, որ նրա սեփական մարդիկը կարող են գողանալ նրանից, մինչդեռ նա ինքը գողանում էր պետությունից եւ զինվորներից։ Սա էր Նազիկ Ամիրյանի տրամաբանությունը։ Բոլորը գողեր են, բայց նա պետք է լինի ամենախելացի գողը, որը վերահսկում է բոլորին։ Արդյոք Մանվելը գիտեր այս ամենի մասին։ Արդյոք նա մասնակցում էր այս սխեմային, թե Նազիկը թաքցնում էր դա նույնիսկ նրանից։ Քննիչները փորձեցին պարզել այս հարցը, բայց պատասխանը եղավ անորոշ։ Մի կողմից անհնար էր պատկերացնել, որ Մանվելը չգիտեր, թե ինչ է կատարվում նրա սեփական հիմնադրամում։ Մյուս կողմից բոլոր ապացույցները ցույց էին տալիս, որ Նազիկն էր կազմակերպում ամեն ինչ, որ նա էր կայացնում որոշումները, որ նա էր վերահսկում գումարները։ Մանվելի անունը հայտնվում էր պաշտոնական փաստաթղթերում, բայց իրական աշխատանքը կատարում էր Նազիկը։ Հնարավոր է, որ Մանվելը գիտեր ընդհանուր պատկերը, որ նրանք օգտագործում են երկրապան անձնական հարստացման համար, բայց չգիտեր մանրամասները, թե որքան շատ են գողանում, ինչպես են դա անում, ում են վնասում։ Հնարավոր է նաև, որ նա պարզապես չէր ուզում իմանալ, որովհետև գիտեր, որ եթե իմանա, կկրի պատասխանատվություն։ Եվ այսպես նա թողեց Նազիկին անել այն, ինչ նա լավագույնս գիտեր՝ վարել գործերը, մինչդեռ ինքը վայելում էր իշխանությունը եւ հարգանքը, որը գալիս էր այդ գործերից։ 2018 թվականի հունիսին, երբ Մանվել եւ Նազիկ Գրիգորյանները ձերբակալվեցին, շատերը սպասում էին, որ Նազիկը կխոստովանի, կհամագործակցի քննիչների հետ, կփորձի փրկել ինքն իրեն, մատնելով Մանվելին։ Բայց նա դա չարեց։ Նա պահպանեց լռություն, մերժեց բոլոր մեղադրանքները, պնդեց, որ նա պարզապես օգնում էր ամուսնուն եւ որ չգիտեր, թե ինչ է իրականում կատարվում։ Սա էր նրա վերջին պաշտպանական գիծը, անտեղյակ կնոջ դերը, որը միայն կատարում էր ամուսնու հրահանգները։ Բայց քննիչները գտան չափազանց շատ ապացույցներ, որոնք ցույց էին տալիս հակառակը։ Նրանք գտան Նազիկի մատյանները, որտեղ նա մանրակրկիտ գրանցել էր յուրաքանչյուր գործարք։
Նրանք գտան նրա հեռախոսազրույցների գրառումները, որտեղ նա տալիս էր հրահանգներ իր մարդկանց։ Նրանք գտան նրա բանկային հքտան նրա բանկային հաշիվները, որտեղ կուտակված էին միլիոնավոր դոլարներ։ Եվ նրանք գտան վկաներ, մարդկանց, ովքեր պատրաստ էին վկայել, որ Նազիկն էր իրական ղեկավարը, ոչ թե Մանվելը։ Բայց նույնիսկ այս ամենից հետո, նույնիսկ երբ ապացույցները անհերքելի էին, Նազիկը շարունակեց պնդել իր անմեղությունը։ Նա ասաց, որ մատյանները պարզապես անձնական նշումներ էին, որ հեռախոսազրույցները սխալ են մեկնաբանվում, որ բանկային հաշիվները պատկանում են ընտանիքին, ոչ թե անձամբ նրան։ Նա մերժեց ընդունել, որ նա եղել է mastermind-ը, որը կազմակերպել է ամբողջ այս սխեման։ Եվ այս ժխտումը, այս անսասան հաստատունությունը ցույց տվեց ինչ-որ բան կարևոր Նազիկ Ամիրյանի բնավորության մասին։ Նա էր կին, որը երբեք չէր ընդունի պարտությունը, որը երբեք չէր խոստովանի իր սխալները, որը կպայքարի մինչև վերջ պահպանելու այն կերպարը, որը ստեղծել էր տասնամյակներ շարունակ։ Նա էր Լեդի Մակբեթը Էջմիածնից, որը կառուցել էր կայսրություն ստվերներում եւ որը հիմա պատրաստ էր ամեն ինչ կորցնել, բայց ոչ երբեք ընդունել, որ նա եղել է իրական իշխանությունը այդ կայսրության հետևում։ Արդյոք նա կկարողանա պահպանել այդ կերպարը մինչև վերջ։ Արդյոք դատարանը կհավատա նրա պատմությանը, թե կտեսնի ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, ինչ կլինի Մանվել Գրիգորյանի հետ, մարդու, որը ամբողջ կյանքը ապրել է որպես հզոր գեներալ, բայց որը հիմա բոլորը տեսնում են որպես մարիոնետ իր սեփական կնոջ ձեռքում։ Պատասխանները կգան շուտով, բայց մի բան արդեն պարզ էր։ Նազիկ Ամիրյանի պատմությունը փոխեց ամեն ինչ։ Ինչ Հայաստանը կարծում էր, որ գիտեր Մանվել Գրիգորյանի եւ նրա կայսրության մասին։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մանվել Գրիգորյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր ֆինանսական սխեման, յուրաքանչյուր թաքնված պահեստ Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2018 թվականի հունիսի 22-ին այդ 12 մարդիկ կայացրին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ եթե խոսեն, Գրիգորյանների կայսրությունը կփլուզվի։ Բայց նրանք նաև գիտեին, որ եթե լռեն, իրենք կդառնան հաջորդ զոհերը։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչպես էր Նազիկը ընտրել նրանց, ստեղծելու իր ներքին շրջանակը։ Եվ ամենակարևորը, ինչն ստիպեց նրանց վերջապես դավաճանել կնոջը, որը տասնամյակներ շարունակ վճարել էր նրանց լռությունը։ Նազիկ Ամիրյանի ներքին շրջանակը չէր նման սովորական բիզնես թիմի։ Սրանք չէին պարզապես աշխատակիցներ կամ գործընկերներ։ Սրանք էին մարդիկ, ում Նազիկը ընտրել էր շատ մանրակրկիտ, յուրաքանչյուրի համար գտնելով հատուկ թույլ կողմ, հատուկ կախվածություն, հատուկ գաղտնիք։ Առաջինը եղավ Արմենը, նախկին հաշվապահ, որը կորցրել էր իր աշխատանքը խարդախության մեջ մեղադրվելու պատճառով։ Ոչ ոք չէր ուզում վարձել նրան, բայց Նազիկը տեսավ հնարավորություն։ Նա վարձեց Արմենին ոչ թե չնայած նրա անցյալին, այլ հենց դրա պատճառով։ Նա գիտեր, որ մարդը, ում արդեն մեղադրել են խարդախության մեջ, երբեք չի համարձակվի բողոքել, երբ տեսնի նոր խարդախություններ։ Արմենը դարձավ Նազիկի հիմնական ֆինանսական խորհրդականը, մարդը, որը վարում էր բոլոր ստվերային հաշիվները, ստեղծում էր կեղծ ընկերություններ, փոխանցում էր գումարներ այնպես, որ ոչ ոք չկարողանար հետևել հետքերին։ Երկրորդը եղավ Գագիկը, նախկին սպա, որը հեռացվել էր բանակից ալկոհոլիզմի պատճառով։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ իր կարիերան, իր ընտանիքը, իր արժանապատվությունը։ Նազիկը գտավ նրան, երբ նա աշխատում էր որպես անվտանգության պահակ մի փոքրիկ խանութում։ Նա առաջարկեց նրան աշխատանք, վերահսկել երկրապահի պահեստները, համոզվել, որ ոչ ոք չի գողանում, կազմակերպել փոխանցումները զինվորական մասերից։ Գագիկը ընդունեց անմիջապես։ Նա գիտեր, որ սա նրա վերջին հնարավորությունն է վերադառնալ այն աշխարհ, որտեղ նա ինչ-որ բան նշանակում էր։ Եվ նա պատրաստ էր անել ամեն ինչ, որպեսզի չկորցնի այդ հնարավորությունը։ Նազիկը օգտագործեց Գագիկի հավատարմությունը ամբողջությամբ, ստիպելով նրան կազմակերպել այն գործարքները, որոնք ամենաշատն էին վնասում նրա նախկին ընկերներին բանակում։ Երրորդը եղավ Լուսինեն, երիտասարդ իրավաբան, որը նոր էր ավարտել համալսարանը եւ փնտրում էր աշխատանք։ Նա էր խելացի, հավակնոտ, պատրաստ աշխատել ցանկացած ժամերի, բայց նա նաև էր միայնակ մայր 2 երեխաների, ում ամուսինը լքել էր եւ որը հուսահատորեն կարիք ուներ գումարի։ Նազիկը տեսավ Լուսինեի ռեզյումեն եւ անմիջապես հասկացավ, սա կատարյալ թեկնածուն է։ Նա վարձեց Լուսինեին, վճարեց նրան 3 անգամ ավելի, քան նա կարող էր վաստակել ուրիշ տեղերում, եւ տվեց նրան հատուկ առաջադրանք՝ ստեղծել իրավական կառուցվածքներ, որոնք կթույլ տային երկրապահին գործել օրենքի մոխրագույն գոտիներում։ Լուսինեն գիտեր, որ այն, ինչ նա անում է, գտնվում է օրինականության եզրին։
Բայց նա նաև գիտեր, որ առանց այդ աշխատանքի նրա երեխաները կմնային առանց ապագայի։ Եվ այսպես նա ընտրեց իր երեխաներին, ոչ թե իր խիղճը։ Այս 3 մարդիկը դարձան Նազիկի ներքին շրջանակի հիմքը։ Բայց նա ավելացրեց եւս 9, յուրաքանչյուրը ընտրված նույն սկզբունքով։ Մարդիկ, ովքեր ունեին հատուկ հմտություններ, բայց նաև հատուկ խոցելիություններ։ Մարդիկ, ովքեր կախված էին Նազիկից ոչ միայն ֆինանսապես, այլ նաև հուզականորեն, սոցիալապես, հոգեբանորեն։ Նա ստեղծեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր անդամ գիտեր միայն իր մասը աշխատանքից, բայց ոչ ոք չգիտեր ամբողջ պատկերը։ Արմենը գիտեր ֆինանսները, բայց չգիտեր, թե որտեղից են գալիս ապրանքները։ Գագիկը գիտեր պահեստները, բայց չգիտեր, թե ում են վաճառվում ապրանքները։ Լուսինեն գիտեր իրավական կառուցվածքները, բայց չգիտեր իրական գործարքների մանրամասները։ Միայն Նազիկը տեսնում էր ամբողջ շախմատի տախտակը։ Միայն նա գիտեր, թե ինչպես են բոլոր գտորները կապված միմյանց հետ։ Բայց 2018 թվականի զիգարնանը, երբ նոր իշխանությունը սկսեց հետաքննել Գրիգորյանների գործերը, այդ 12 մարդիկը հասկացան, որ նրանք վտանգի մեջ են։ Քննիչները սկսեցին հարցաքննել երկրապահի աշխատակիցներին, ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, հետևել դրամական հոսքերին։ Եվ աստիճանաբար նրանք սկսեցին մոտենալ ճշմարտությանը։ Նազիկը փորձեց հանգստացնել իր մարդկանց։ Նա ասաց նրանց, որ ամեն ինչ կարգին է, որ նրանք պաշտպանված են, որ եթե նրանք պահպանեն լռությունը, ոչինչ չի սպառնում նրանց։ Բայց նրա ձայնում առաջին անգամ հնչեց անվստահություն։ Եվ այդ անվստահությունը վարակիչ եղավ։ Առաջինը խախտեց լռությունը Արմենը։ Երբ քննիչները ցույց տվեցին նրան ապացույցները, բանկային փոխանցումները, կեղծ ընկերությունները, ստվերային հաշիվները, նա հասկացավ, որ նա չի կարող ժխտել։ Նրանք գիտեին չափազանց շատ բան, եւ նա կայացրեց որոշում։ Նա կխոսի, բայց միայն եթե նրան երաշխավորեն անձեռնմխելիություն։ Քննիչները համաձայնեցին, եւ Արմենը սկսեց պատմել ամեն ինչ, թե ինչպես էր Նազիկը հրահանգում նրան ստեղծել կեղծ ընկերություններ, թե ինչպես էին փոխանցվում գումարները, թե որտեղ էին թաքնված իրական հաշիվները։ Նա տվեց քննիչներին մուտք դեպի բոլոր ֆինանսական համակարգերը, որոնք նա ստեղծել էր Նազիկի համար, եւ այդ տեղեկատվությունը բացեց դռները դեպի ամբողջ կայսրության ֆինանսական սիրտը։ Երբ Նազիկը իմացավ Արմենի դավաճանության մասին, նա զայրացավ այնպես, ինչպես ոչ ոք երբեք չէր տեսել նրան։ Նա փորձեց կապվել մյուս անդամների հետ, զգուշացնել նրանց, հրահանգել նրանց ոչնչացնել ապացույցները, բայց արդեն ուշ էր։ Գագիկը տեսնելով, որ Արմենը խոսել է, հասկացավ, որ նա հաջորդն է, եւ նա նույնպես որոշեց համագործակցել քննիչների հետ։ Նա պատմեց, թե ինչպես էր Նազիկը հրահանգում նրան վերցնել պահածո զինվորական մասերից, թե ինչպես էին կազմակերպվում փոխանցումները, թե ում էին վաճառվում ապրանքները։ Նա նույնիսկ տարավ քննիչներին դեպի գաղտնի պահեստները, որտեղ դեռ պահվում էին հարյուրավոր տոննա զինամթերք եւ պահածո։ Մեկ առ մեկ 12 անդամներից 10-ը խոսեցին։ Միայն 2-ը մնացին հավատարիմ Նազիկին մինչև վերջ։ Բայց այդ 10 մարդկանց վկայությունները բավական էին վերակառուցելու ամբողջ սխեման, հասկանալու թե ինչպես էր այն աշխատում եւ ապացուցելու, որ Նազիկ Ամիրյանն էր մաստերմայնդը։ Քննիչները հիացած էին նրա կազմակերպչական հմտություններով, նրա մանրակրկիտությամբ, նրա ունակությամբ վերահսկել այդքան բարդ համակարգ։ Բայց նրանք նաև ցնցված էին նրա սառնասրտությամբ, նրա պատրաստակամությամբ օգտագործել մարդկանց թույլ կողմերը, նրա անտարբերությամբ այն վնասի նկատմամբ, որը նա պատճառում էր զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ Երբ Նազիկին ներկայացրին այս վկայությունները, նա առաջին անգամ կորցրեց իր հանգստությունը։ Նա գոչեց, որ այդ մարդիկը սուտ են ասում, որ նրանք փորձում են փրկել իրենց, մատնելով նրան, որ նա երբեք չի հրահանգել նրանց անել ոչինչ անօրինական։ Բայց նրա փաստաբանները գիտեին, որ սա անհուսական պաշտպանություն է։ Չափազանց շատ մարդիկ էին պատմում նույն պատմությունը, չափազանց շատ ապացույցներ էին համընկնում միմյանց հետ։ Եվ ամենակարևորը, Նազիկի սեփական մատյանները, որոնք գտնվել էին նրա սեյֆում, հաստատում էին այն ամենը, ինչ վկաները ասում էին։ Նա գրել էր ամեն ինչ իր սեփական ձեռքով, ամսաթվերը, գումարները, անունները, հրահանգները։ Նա ստեղծել էր կատարյալ ապացույց իր սեփական մեղքի համար։ Ինչու էր նա դա արել։ Ինչու էր այդքան խելացի կինը, որը գիտեր, թե ինչպես թաքցնել գումարները, ինչպես ստեղծել կեղծ ընկերություններ, ինչպես վերահսկել մարդկանց, պահել այդպիսի վտանգավոր գրառումներ։ Հոգեբանները, ովքեր վերլուծեցին Նազիկի գործը, ասացին, որ սա էր դասական դեպք, երբ մարդը, որը ստեղծել է ինչ-որ բարդ համակարգ, չի կարող դիմանալ գայթակղությանը գրանցելու իր ձեռքբերումները։ Նազիկը հպարտ էր իր ստեղծածով։ Նա ուզում էր ունենալ ապացույց, որ նա էր այն մարդը, որը կառուցել է այս ամենը։
Նույնիսկ եթե այդ ապացույցը կարող էր օգտագործվել նրա դեմ, նա չէր կարող հրաժարվել դրանից։ Սա էր նրա թույլ կողմը։ Հպարտությունը, որը վերջապես ոչնչացրեց նրան։ Երբ քննիչները սկսեցին ուսումնասիրել Գրիգորյանների առանձնատան ճարտարապետական պլանները 2018 թվականի ամռանը, նրանք նկատեցին մի տարօրինակություն։ Պաշտոնական պլանները, որոնք ներկայացվել էին շինարարական թույլտվություն ստանալու համար, ցույց էին տալիս երկհարկանի շենք, ընդհանուր մակերեսով մոտավորապես 500 քառակուսի մետր։ Բայց երբ նրանք չափեցին իրական շենքը, պարզվեց, որ այն ավելի մեծ է, գրեթե 700 քառակուսի մետր։ Որտեղ էին այդ լրացուցիչ 200 քառակուսի մետրերը։ Ինչու էին դրանք բացակայում պաշտոնական պլաններից։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքնված այդ անտեսանելի տարածությունում։ Քննիչները բերին հատուկ սարքավորումներ, սկանավորելու շենքի կառուցվածքը։ Եվ այն, ինչ նրանք գտան, գերազանցեց նույնիսկ նրանց ամենավատ ակնկալիքները։ Առանձնատան տակ, խորը գետնի ներքո, կար ամբողջ ստորգետնյա համալիր, մի քանի սենյակներ, միջանցքներ եւ նույնիսկ թունել, որը տանում էր դեպի հարևան տարածք։ Այս ստորգետնյա համալիրը չէր հայտնվում որևէ պաշտոնական փաստաթղթում։ Այն կառուցվել էր գաղտնի, օգտագործելով հատուկ շինարարական թիմ, որի անդամները ստորագրել էին գաղտնիության պայմանագրեր։ Եվ ամենաշոկայինը, այս ստորգետնյա համալիրի ճարտարապետական պլանները գտնվեցին ոչ թե Մանվելի, այլ Նազիկի անձնական փաստաթղթերի մեջ։ Նա էր պլանավորել այս ամենը։ Նա էր վերահսկել շինարարությունը։ Նա էր որոշել, թե ինչ պետք է պահվի այնտեղ։ Երբ քննիչները իջան ստորգետնյա համալիր, նրանք գտան մի տեսարան, որը թվում էր անիրական։ Առաջին սենյակում կային հարյուրավոր տուփեր պահածո, ամսաթվերով, որոնք ցույց էին տալիս, որ դրանք պետք է լինեին զինվորական մասերում, ոչ թե մասնավոր տանը։ Երկրորդ սենյակում կային զենքեր եւ զինամթերք, ավտոմատներ, նռնականետեր, նույնիսկ հակատանկային հրթիռներ։ Երրորդ սենյակում կային ոսկյա իրեր, թանկարժեք նկարներ, հնագիտական գտածոներ, ամեն ինչ, ինչ կարող էր արժենալ միլիոնավոր դոլարներ։ Բայց ամենաանսպասելին եղավ չորրորդ սենյակը։ Այնտեղ մանրակրկիտ կազմակերպված դարակներում կային հարյուրավոր թղթաբանակներ, յուրաքանչյուրը նշված անունով եւ ամսաթվով։ Սրանք էին Նազիկի արխիվները, փաստաթղթեր, որոնք նա հավաքել էր տասնամյակներ շարունակ, փաստաթղթեր, որոնք կարող էին ոչնչացնել տասնյակ մարդկանց։ Քննիչները սկսեցին ուսումնասիրել այդ արխիվները, եւ նրանք հասկացան, որ Նազիկ Ամիրյանը ոչ միայն բիզնես կին էր, այլ նաեւ տեղեկատվական հավաքող։ Նա պահում էր ամեն ինչ՝ յուրաքանչյուր գործարքի պատճենները, յուրաքանչյուր հեռախոսազրույցի գրառումները, յուրաքանչյուր հանդիպման նշումները։ Բայց ավելին, նա նաեւ հավաքում էր տեղեկություններ մարդկանց մասին, ովքեր կապված էին նրանց բիզնեսի հետ։ Մատակարարների անձնական խնդիրները, պաշտոնյաների ֆինանսական դժվարությունները, սպաների ընտանեկան գաղտնիքները, ամեն ինչ, ինչ կարող էր օգտագործվել որպես լծակ, եթե անհրաժեշտ լիներ։ Նա ստեղծել էր ամբողջ տեղեկատվական ցանց, որտեղ յուրաքանչյուր մարդ, ով աշխատում էր նրանց հետ, ուներ թղթապանակ, լի նրա թույլ կողմերով։ Նախկին մատակարարներից մեկը, որի թղթապանակը գտնվեց այդ արխիվում, հիշում է, թե ինչպես էր Նազիկը մի անգամ հիշեցրել նրան մի դրվագ, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ։ Այդ մատակարարը փորձում էր բանակցել ավելի լավ պայմաններ, պահանջում էր ավելի բարձր գին իր ապրանքների համար։ Եվ Նազիկը շատ հանգիստ հիշեցրեց նրան, որ նա գիտե, թե ինչպես էր այդ մատակարարը խաբել իր նախորդ գործընկերներին, թե ինչպես էր նա թաքցրել եկամուտները հարկերից, թե ինչպես էր նա օգտագործել կեղծ սերտիֆիկատներ։ Մատակարարը սառեց։ Նա չէր հասկանում, թե ինչպես էր Նազիկը իմացել այս ամենը, բայց նա հասկացավ հաղորդագրությունը։ Եթե նա շարունակի պահանջել ավելին, Նազիկը կօգտագործի այդ տեղեկությունները նրա դեմ։ Մատակարարը անմիջապես համաձայնեց Նազիկի պայմաններին։ Եվ միայն հիմա, երբ նա տեսավ իր թղթապանակը քննիչների ձեռքում, նա հասկացավ, թե որքան տեղեկություններ էր Նազիկը հավաքել նրա մասին։ Բայց ինչու էր Նազիկը պահում այս ամենը ստորգետնյա համալիրում, այլ ոչ թե անվտանգ տեղում, ինչպես բանկային պահատուփը։ Քննիչները հասկացան, որ պատասխանը կապված էր թունելի հետ։ Այդ թունելը, որը սկսվում էր ստորգետնյա համալիրից, տանում էր դեպի հարևան տարածք, մոտավորապես 200 մետր հեռավորության վրա։ Այնտեղ թունելի ելքի մոտ կար մի փոքրիկ շենք, որը պաշտոնապես պատկանում էր մի ընկերության, որը կապված էր Նազիկի ցանցի հետ։ Սա էր նրա փախուստի ուղին։ Եթե երբևէ անհրաժեշտ լիներ արագ հեռանալ, եթե երբևէ իրավիճակը դառնար վտանգավոր, Նազիկը կարող էր օգտագործել այդ թունելը, հասնելու անվտանգ տեղ, վերցնելով իր հետ ամենակարևոր փաստաթղթերը եւ արժեքները։ Նա պլանավորել էր ամեն ինչ, նույնիսկ իր սեփական փախուստը։ Երբ Նազիկին ցույց տվեցին ստորգետնյա համալիրի լուսանկարները, երբ նրան ասացին, որ քննիչները գտել են նրա արխիվները,
Նա առաջին անգամ ցույց տվեց իրական վախ։ Մինչ այդ նա կարողացել էր պահպանել հանգստությունը, ժխտել մեղադրանքները, պնդել իր անմեղությունը։ Բայց հիմա նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացել է։ Այդ արխիվները պարունակում էին ապացույցներ, որոնք անհերքելի էին։ Նրա սեփական ձեռքով գրված նշումները, նրա սեփական ձայնով գրառված հեռախոսազրույցները, նրա սեփական ստորագրության փաստաթղթերը, ամեն ինչ անհրաժեշտ էր ապացուցելու նրա մեղքը։ Նա փորձեց բացատրել, որ այդ արխիվները պարզապես անձնական գրառումներ էին, որ նա պահում էր դրանք անվտանգության նպատակով, որ դրանք չեն ապացուցում ոչինչ անօրինական։ Բայց նրա փաստաբանները գիտեին, որ սա անհուսական պաշտպանություն է։ Քննիչները նաև գտան ինչ-որ բան, որը նրանք չէին սպասում գտնել։ Ստորգետնյա համալիրի մի անկյունում, թաքնված մի փոքրիկ սեյֆում, կային բժշկական փաստաթղթեր, ոչ միայն Մանվելի, այլ նաև Նազիկի սեփական բժշկական գրառումները։ Եվ այդ գրառումները բացահայտեցին մի գաղտնիք, որը Նազիկը թաքցրել էր նույնիսկ Մանվելից։ Նա տառապում էր լուրջ հիվանդությամբ, սրտանոթային խնդիրներ, որոնք պահանջում էին մշտական բուժում։ Բժիշկները նախազգուշացրել էին նրան, որ սթրեսը կարող է լինել մահացու նրա համար, որ նա պետք է խուսափի ցանկացած լարվածությունից։ Բայց Նազիկը անտեսել էր այդ նախազգուշացումները։ Նա շարունակել էր վարել իր բարդ բիզնեսը, վերահսկել իր ցանցը, կառուցել իր կայսրությունը, գիտակցելով, որ յուրաքանչյուր օր կարող է լինել նրա վերջինը։ Ինչու էր նա դա անում։ Ինչու էր նա ռիսկի ենթարկում իր կյանքը այն բանի համար, ինչը վերջապես պարզապես փող էր։ Հոգեբանները, ովքեր հարցաքննեցին Նազիկին, ասացին, որ նրա մոտիվացիան ավելին էր, քան պարզապես ագահությունը։ Նա ուզում էր ապացուցել, որ նա կարող է լինել այնքան հաջող, որքան ցանկացած տղամարդ։ Նա ուզում էր ցույց տալ, որ կինը, որը եկել է պարզ գյուղից, կարող է կառուցել կայսրություն, որը մրցակցում է ամենահզոր բիզնեսմենների հետ։ Նա ուզում էր լինել ոչ թե Մանվել Գրիգորյանի կինը, այլ Նազիկ Ամիրյանը, կինը, որը փոխեց խաղի կանոնները։ Եվ այդ ցանկությունը, այդ հավակնությունը, այդ անսահման հպարտությունը վերջապես ոչնչացրեց նրան։ Երբ քննիչները ավարտեցին ստորգետնյա համալիրի ուսումնասիրությունը, երբ նրանք կատալոգավորեցին բոլոր ապացույցները, երբ նրանք հարցաքննեցին բոլոր վկաներին, նրանք հասկացան, որ Նազիկ Ամիրյանի պատմությունը ավելին էր, քան պարզապես կոռուպցիայի դեպք։ Սա էր պատմություն կնոջ մասին, որը ստեղծեց իր սեփական իշխանությունը հասարակության մեջ, որտեղ կանայք չէին ակնկալվում ունենալ իշխանություն։ Սա էր պատմություն մարդու մասին, որը օգտագործեց իր խելքը, իր կազմակերպչական հմտությունները, իր անողոք վճռականությունը, կառուցելու ինչ-որ բան, որը գերազանցում էր նրա ամենավայրի երազանքները։ Բայց սա նաև էր պատմություն այն մասին, թե ինչպես է իշխանությունը կոռումպացնում, թե ինչպես է հաջողությունը կուրացնում, թե ինչպես է հպարտությունը տանում դեպի անկում։ Նազիկ Ամիրյանը կարող էր լինել հերոսուհի, կին, որը կոտրեց բոլոր սահմանափակումները և ստեղծեց ինչ-որ բացառիկ։ Բայց փոխարենը նա դարձավ խորհրդանիշ այն ամենի, ինչ սխալ էր Հայաստանի հետհեղափոխական անհասարակության մեջ։ Երբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սկսեց արագորեն վատանալ 2019 թվականի աշնանը, երբ բժիշկները նախազգուշացրեցին, որ նրա օրերը հաշված են, Նազիկ Ամիրյանը կայացրեց վերջին ամենավտանգավոր որոշումը։ Նա որոշեց փորձել փրկել այն, ինչ դեռ կարող էր փրկվել։ Ոչ թե Մանվելին, նա գիտեր, որ դա անհնար է։ Ոչ թե իրեն, նա գիտեր, որ իր ճակատագիրը արդեն կնքված է, այլ փրկել գումարները, արժեքները, այն ամենը, ինչ նրանք կուտակել էին տասնամյակներ շարունակ։ Նա սկսեց կազմակերպել գաղտնի փոխանցումներ, տեղափոխել ակտիվները դեպի նոր հաշիվներ, որոնք չէին կապված նրանց անուններին։ Նա կապվեց հին գործընկերների հետ, խնդրեց նրանց օգնություն, խոստացավ նրանց մասնաբաժին, եթե նրանք օգնեն թաքցնել գումարները։ Նա աշխատում էր օրը և գիշերը, անտեսելով իր սեփական առողջական խնդիրները, անտեսելով բժիշկների նախազգուշացումները, անտեսելով այն փաստը, որ Մանվելը մահամերձ էր։ Բայց քննիչները հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին։ Նրանք վերահսկում էին նրա հեռախոսազրույցները, հետևում էին նրա բանկային գործարքներին, ուսումնասիրում էին նրա շարժումները։ Եվ երբ նրանք տեսան, որ Նազիկը փորձում է թաքցնել ակտիվները, նրանք գործեցին արագ։ Նրանք սառեցրին բոլոր հաշիվները, որոնք կապված էին Գրիգորյանների հետ։ Նրանք արգելափակեցին բոլոր փոխանցումները, որոնք Նազիկը փորձում էր կատարել։ Նրանք կապվեցին արտասահմանյան բանկերի հետ, խնդրեցին նրանց համագործակցել, կանխել ցանկացած փորձ հանելու գումարները երկրից։ Եվ աստիճանաբար Նազիկը հասկացավ, որ նա պարտված է։ Ամեն դուռ, որը նա փորձում էր բացել, փակ էր։ Ամեն մարդ, ում նա փորձում էր կապվել, վախենում էր օգնել նրան։ Ամեն ճանապարհ, որը նա փորձում էր անցնել, արգելափակված էր։
1998 թվականի նոյեմբերի 19 օրը, երբ Մանվել Գրիգորյանի սիրտը դադարեց զարկել, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում Նազիկ Ամիրյանը նստած էր իր բանտային խցում եւ լսում էր լուրը հեռուստացույցից։ Նա չարտահայտեց որևէ զգացմունք։ Նա չլաց եղավ, չգոչեց, չխնդրեց տեսնել ամուսնու մարմինը։ Նա պարզապես նստեց անշարժ, նայելով էկրանին, որտեղ լրագրողները պատմում էին Մանվել Գրիգորյանի կյանքի պատմությունը, նրա ռազմական կարիերան, նրա քաղաքական գործունեությունը, նրա ձերբակալումը, նրա հիվանդությունը։ Բայց ոչ մի խոսք չկար Նազիկի մասին։ Ոչ մի հիշատակում այն կնոջ մասին, որը կառուցել էր ամբողջ կայսրությունը։ Ոչ մի ճանաչում այն դերի, որը նա խաղացել էր Մանվելի կյանքում։ Նա մնաց անտեսանելի նույնիսկ նրա մահվան պահին։ Նախկին բանտարկյալներից մեկը, որը կիսում էր խիստ անվտանգության բաժինը Նազիկի հետ, հիշում է, թե ինչպես էր նա վարվում այդ օրերին։ Նա ասում է, որ Նազիկը երբեք չխոսեց Մանվելի մասին, երբեք չհիշեց նրանց ընդհանուր կյանքը, երբեք չցույց տվեց, որ նա սգում է։ Փոխարենը նա շարունակեց կենտրոնանալ իր սեփական գործի վրա, պատրաստվել դատական նիստերին, բանակցել իր փաստաբանների հետ, փորձել գտնել ճանապարհներ, թուլացնելու մեղադրանքները։ Այլ բանտարկյալները կարծում էին, որ նա սառնասիրտ է, որ նա չունի զգացմունքներ, որ նա հոգ չի տանում ոչ ոքի մասին, բացի իր սեփական շահերից։ Բայց այդ բանտարկյալը, որը ավելի ուշադիր էր, նկատեց, որ գիշերները, երբ բոլորը քնած էին, Նազիկը նստում էր իր անկողնում եւ լուռ լաց էր լինում։ Նա չէր ուզում, որ ուրիշները տեսնեին նրա թուլությունը, բայց նա չէր կարող վերահսկել իր ցավը, երբ մենակ էր։ Արդյոք Նազիկը սիրում էր Մանվելին։ Արդյոք նրանց հարաբերությունները հիմնված էին իրական զգացմունքների վրա, թե պարզապես փոխադարձ շահերի վրա։ Սա էր հարցը, որը շատերը տվեցին, բայց ոչ ոք երբեք չստացավ հստակ պատասխան։ Նազիկը երբեք չխոսեց իր զգացմունքների մասին, երբեք չբացահայտեց իր ներքին աշխարհը։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրանց երկուսին, ասում են, որ նրանց հարաբերությունները բարդ էին։ Մի կողմից Նազիկը հստակ օգտագործում էր Մանվելին որպես դեմք, որպես պաշտպանություն, որպես միջոց հասնելու իր նպատակներին։ Մյուս կողմից նա նաև հոգ էր տանում նրա մասին, վերահսկում էր նրա առողջությունը, պաշտպանում էր նրան թշնամիներից, ապահովում էր, որ նա միշտ լավագույն պայմաններում է։ Հնարավոր է, որ Նազիկի սերը էր տարօրինակ, աղավաղված, խառնված իշխանության եւ վերահսկողության ցանկության հետ։ Բայց դա դեռ սեր էր, իր սեփական եզակի ձևով։ 2020 թվականի նոյեմբերի 19 օրը, ճիշտ 1 տարի Մանվելի մահից հետո, Նազիկ Ամիրյանը նստած էր դատարանում եւ լսում էր վճիռը։ Դատավորը կարդում էր մեղադրանքները, պետական գույքի յուրացում, հարկերից խուսափում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Յուրաքանչյուր մեղադրանքի համար նա ստանում էր տարիներ բանտում։ Ընդհանուր վճիռը եղավ 15 տարի ազատազրկում։ Երբ դատավորը ավարտեց կարդալը, երբ նա հարցրեց Նազիկին, արդյոք նա ունի ինչ-որ բան ասելու, Նազիկը կանգնեց եւ նայեց դատարանի դահլիճին։ Նա տեսավ լրագրողներին, ովքեր գրում էին յուրաքանչյուր խոսք։ Նա տեսավ հանրությանը, որը եկել էր տեսնելու նրա անկումը։ Նա տեսավ քննիչներին, ովքեր գոհ էին իրենց հաղթանակից։ Եվ նա ասաց միայն մեկ նախադասություն. Ես չեմ ապաշխարում ոչնչի համար, որ արել եմ։ Այդ նախադասությունը ցնցեց բոլորին։ Մարդիկ սպասում էին, որ Նազիկը կխնդրի ներողություն, կարտահայտի զղջում, կփորձի ստանալ կարեկցանք, բայց նա դա չարեց։ Նա մնաց հավատարիմ իր սեփական տեսլականին մինչև վերջ։ Նա հավատում էր, որ այն, ինչ նա արել է, արդարացված էր, որ նա պարզապես խաղացել է համակարգի կանոններով, որ նա ոչինչ չի արել այնպիսին, ինչ ուրիշները չեն անում ամեն օր։ Նա չէր տեսնում իրեն որպես հանցագործ, այլ որպես բիզնես կին, որը պարզապես ավելի խելացի էր, քան ուրիշները։ Եվ այդ անկարողությունը տեսնելու իր սեփական մեղքը, այդ բացարձակ համոզվածությունը, որ նա ճիշտ էր, ցույց տվեց, թե որքան խորն էր նրա ինքնախաբեությունը։ Երբ Նազիկ Ամիրյանը վերադարձավ բանտ այդ օրը, երբ նա լսեց դռների փակվելու ձայնը իր հետևում, երբ նա նստեց իր նեղ խցում եւ նայեց դատարկ պատերին, նա վերջապես հասկացավ, թե ինչ էր կորցրել։ Ոչ թե գումարները, դրանք միշտ էլ պարզապես թվեր էին նրա համար։ Ոչ թե իշխանությունը, դա միշտ էլ պատրանք էր եղել, այլ ժամանակը, տարիները, որոնք նա անցկացրել էր կառուցելով ինչ-որ բան, որը վերջապես ոչինչ չէր նշանակում։ Տարիները, որոնք նա կարող էր անցկացնել իր ընտանիքի հետ, իր երեխաների հետ, իր թոռների հետ։ Տարիները, որոնք նա կորցրել էր հետապնդելով երազ, որը վերածվեց սուսմար։ Եվ հիմա, երբ նա նստում էր բանտում, երբ նա գիտեր, որ հաջորդ 15 տարիները նա կանցկացնի այդ նեղ խցում, նա վերջապես հասկացավ ճշմարտությունը։ Նա փոխանակել էր իր կյանքը մի պատրանքի դիմաց, եւ հիմա նա վճարում էր գինը։
Արդյոք Նազիկ Ամիրյանի պատմությունը նախազգուշացում է մեզ ինչ-որ բանի մասին։ Արդյոք մենք պետք է տեսնենք նրա մեջ հերոսուհի, կին, որը համարձակվեց մրցակցել տղամարդկանց աշխարհում, թե հանցագործ, որը օգտագործեց իր տաղանդները չարի համար։ Արդյոք նրա պատմությունը պատմություն է հաջողության մասին, որը վերջացավ ձախողմամբ, թե պատմություն ձախողման մասին, որը երբեք չէր կարող լինել հաջողություն։ Եվ ամենակարևորը, քանի Նազիկ Ամիրյան կա դեռ Հայաստանում, կանայք, ովքեր աշխատում են ստվերներում, կառուցում են իրենց սեփական կայսրությունները, սպասում են իրենց պահին։ Արդյոք նրանք կսովորեն Նազիկի սխալներից, թե կկրկնեն դրանք, հուսալով, որ իրենք կլինեն ավելի խելացի, ավելի զգույշ, ավելի բախտավոր։ Պատասխանները կգան ժամանակի ընթացքում, բայց մի բան հստակ է. Նազիկ Ամիրյանի պատմությունը կմնա որպես նախազգուշացում բոլորի համար, ովքեր կարծում են, որ կարող են կառուցել կայսրություն ստվերներում առանց երբևէ բախվելու լույսին։ Պատկերացրեք, որ դուք լրագրող եք, եւ ձեզ մոտ գալիս է անանուն աղբյուր, առաջարկելով հարցազրույց, որը կփոխի ամեն ինչ, ինչ գիտեք մի հայտնի գործի մասին։ Այդ աղբյուրը պնդում է, որ եղել է Նազիկ Ամիրյանի ամենամոտ խորհրդականներից մեկը, մարդը, որը տեսել է ամեն ինչ ներսից, լսել է յուրաքանչյուր խոսակցությունը, գիտե յուրաքանչյուր գաղտնիքը։ 30 տարի շարունակ այդ մարդը պահպանել է լռությունը, բայց հիմա, առաջին անգամ, պատրաստ է խոսել։ Ինչու հենց հիմա, ինչ է փոխվել, եւ ամենակարևորը, ինչ է այդ մարդը պատրաստվում բացահայտել, որը կարող է վերագրել ամբողջ պատմությունը։ 2022 թվականի գարնանը, երբ Նազիկ Ամիրյանը արդեն 2 տարի էր անցկացրել բանտում, երբ հանրությունը սկսել էր մոռանալ նրա պատմությունը, երբ լրատվամիջոցները անցել էին նոր սկանդալների, մի անանուն նամակ հասավ մի քանի լրագրողների։ Այդ նամակում գրված էր, որ Նազիկ Ամիրյանի իրական պատմությունը երբեք չի պատմվել, որ այն, ինչ մարդիկ կարծում են, որ գիտեն, միայն մակերեսն է, որ իրական ճշմարտությունը շատ ավելի խորն է եւ շատ ավելի մութ։ Նամակը ստորագրված էր պարզապես ականատես։ Լրագրողները սկզբում կարծեցին, որ սա հերթական փորձ է ստանալ ուշադրություն, հերթական տեսակետ առանց ապացույցների։ Բայց հետո նամակի հեղինակը ուղարկեց երկրորդ նամակ, որտեղ կային մանրամասներ, որոնք երբեք չէին հրապարակվել։ Ամսաթվեր, անուններ, գործարքներ, որոնք միայն ներսից մարդը կարող էր իմանալ։ Լրագրողները հասկացան, որ այս աղբյուրը իրական է։ Երբ նրանք վերջապես հանդիպեցին ականատեսին մի գաղտնի տեղում Երևանում, նրանք տեսան կին, մոտավորապես 50 տարեկան, որը խնդրեց չհրապարակել իր անունը եւ չցույց տալ իր դեմքը։ Նա ասաց, որ եղել է Նազիկի անձնական օգնականներից մեկը 15 տարի շարունակ, որ տեսել է, թե ինչպես է կառուցվել ամբողջ կայսրությունը, եւ որ հիմա պատրաստ է պատմել ճշմարտությունը, որովհետեւ չի կարող ավելի երկար ապրել այդ բեռի հետ։ Եվ այն, ինչ նա պատմեց հաջորդ 3 ժամվա ընթացքում, ցնցեց նույնիսկ փորձառու լրագրողներին, ովքեր կարծում էին, որ արդեն ամեն ինչ լսել են։ Այդ կինը պատմեց, որ Նազիկ Ամիրյանը սկսել է պլանավորել իր կայսրությունը շատ ավելի վաղ, քան ցանկացած մեկը կարծում է։ Դեռ 1990-ականների սկզբին, երբ Մանվելը պարզապես սպա էր պեր, երբ նրանք դեռ ապրում էին պարզ բնակարանում Էջմիածնում, Նազիկը արդեն սկսել էր ստեղծել իր ցանցը։ Նա հաճախում էր զինվորական մասեր, ոչ թե որպես պարզ կին, որը բերում է նվերներ, այլ որպես հետախուզող, որը հավաքում է տեղեկություններ։ Նա խոսում էր զինվորների հետ, հարցնում էր նրանց անձնական կյանքի մասին, իմանում էր նրանց խնդիրները, նրանց երազանքները, նրանց վախերը։ Եվ հետո, երբ այդ զինվորները դառնում էին սպաներ, երբ նրանք ստանում էին պաշտոններ, երբ նրանք դառնում էին ազդեցիկ, Նազիկը արդեն գիտեր ամեն ինչ նրանց մասին։ Նա գիտեր, թե ինչպես մոտենալ նրանց, ինչ առաջարկել նրանց, ինչպես դարձնել նրանց իր դաշնակիցներին։ Բայց ամենաշոկայինը այն էր, ինչ այդ կինը պատմեց Նազիկի եւ Մանվելի հարաբերությունների մասին։ Նա ասաց, որ Մանվելը երբեք չի եղել իրական ղեկավարը։ Դեռ սկզբից, դեռ նրանց ամուսնության առաջին տարիներից, Նազիկն էր կայացնում բոլոր կարևոր որոշումները։ Մանվելը էր դեմքը, ձայնը, ուժը, բայց Նազիկն էր ուղեղը, ռազմավարությունը, պլանը։ Եվ ավելին, Նազիկը գիտակցաբար ընտրել էր Մանվելին հենց այդ պատճառով։ Նա տեսել էր նրա մեջ ոչ թե գործընկեր, այլ գործիք։ Մարդ, ում կարող էր օգտագործել իր սեփական նպատակների համար։ Մանվելը ուներ այն, ինչ Նազիկին պակասում էր։ Ռազմական հեղինակություն, տղամարդու կարգավիճակ հասարակության մեջ, ֆիզիկական ներկայություն, որը ներշնչում էր հարգանք։ Իսկ Նազիկն ուներ այն, ինչ Մանվելին պակասում էր։ Ռազմավարական մտածողություն, ֆինանսական հմտություններ, անողոք վճռականություն։ Նրանք էին կատարյալ զույգ, բայց ոչ թե սիրո իմաստով, այլ բիզնեսի իմաստով։ Այդ կինը նաև պատմեց մի դրվագ, որը երբեք չի հրապարակվել։
2012 թվականին, երբ Մանվելը դարձավ падգամավոր, երբ նրանց ազդեցությունը հասավ գագաթնակետի, Նազիկը կազմակերպեց գաղտնի հանդիպում իր ամենամոտ խորհրդականների հետ։ Այդ հանդիպման ժամանակ նա ասաց նրանց ինչ-որ բան, որը սառեցրեց բոլորին։ Նա ասաց. «Մանվելը հիվանդ է, նրա օրերը հաշված են։ Մենք պետք է պատրաստ լինենք այն ժամանակի, երբ նա այլևս չի լինի, եւ երբ այդ ժամանակը գա, ես կշարունակեմ առանց նրա»։ Խորհրդականները զարմացան։ Նրանք չէին կարող հավատալ, որ Նազիկը արդեն պլանավորում է կյանքը առանց Մանվելի, մինչդեռ նա դեռ կենդանի է։ բայց Նազիկը բացատրեց. նա չի սիրում անակնկալները, նա միշտ պլանավորում է առաջ, եւ նա պետք է համոզված լինի, որ երբ Մանվելը հեռանա, ամեն ինչ կշարունակի աշխատել։ Սա էր Նազիկ Ամիրյանի իրական բնավորությունը, կին, որը պլանավորում էր նույնիսկ իր ամուսնու մահը որպես բիզնես գործարք։ Արդյոք այս պատմությունը ճիշտ է։ Արդյոք ականատեսը ասում է ճշմարտությունը, թե պարզապես փորձում է ստեղծել սենսացիա։ Լրագրողները փորձեցին ստուգել նրա պատմությունը, համեմատել այն այլ աղբյուրների հետ, գտնել ապացույցներ, եւ աստիճանաբար նրանք հասկացան, որ շատ բան համընկնում է։ Ամսաթվերը, որոնք ականատեսը հիշատակեց, համապատասխանում էին պաշտոնական գրառումներին։ Անունները, որոնք նա նշեց, իրականում էին մարդիկ, ովքեր աշխատել են Գրիգորյանների հետ։ Դրվագները, որոնք նա նկարագրեց, հաստատվեցին այլ վկաների կողմից։ Եվ ամենակարևորը, այն, ինչ նա ասաց Նազիկի բնավորության մասին, համապատասխանում էր այն պատկերին, որը ստեղծվել էր քննության ընթացքում։ Հնարավոր է, որ ականատեսը չի ասում ամբողջ ճշմարտությունը։ Հնարավոր է, որ նա ավելացնում է որոշ մանրամասներ, բայց հիմնական պատմությունը թվում էր հավաստի։ Երբ Նազիկ Ամիրյանին ցույց տվեցին ականատեսի հարցազրույցի տեսագրությունը բանտում, երբ նա լսեց այն մանրամասները, որոնք միայն իրականում ներսից մարդը կարող էր իմանալ, նրա դեմքը առաջին անգամ կորցրեց իր սովորական հանգստությունը։ Նա հասկացավ, որ ինչ-որ մեկը նրա ամենամոտ շրջանակից դավաճանել է նրան։ Բայց ով։ Ով էր այդ ականատեսը, որը գիտեր այնքան շատ բան։ Նազիկը սկսեց վերլուծել յուրաքանչյուր մանրամասն, որը հիշատակվել էր հարցազրույցում, փորձելով հասկանալ, թե ով կարող էր լինել այնտեղ, երբ այդ դրվագները տեղի ունեցան։ Եվ աստիճանաբար նա նեղացրեց ցուցակը մինչև 3 անուն։ 3 կին, ովքեր եղել են նրա ամենավստահելի օգնականները, ովքեր գիտեին գրեթե ամեն ինչ, ովքեր ներկա էին ամենակարևոր հանդիպումներում։ Բայց Նազիկը չէր կարող հասկանալ. ինչու։ Ինչու էր այդ կինը դավաճանել նրան հիմա, 2 տարի անց, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր։ Ինչ էր նա ուզում ձեռք բերել։ Եվ հետո Նազիկը հասկացավ ճշմարտությունը։ Այդ կինը չէր դավաճանում վրեժխնդրության կամ գումարի համար։ Նա դավաճանում էր, որովհետև չէր կարող ավելի երկար ապրել այն գաղտնիքների հետ, որոնք նա պահում էր։ Նա դավաճանում էր, որովհետև ուզում էր ազատվել այն բեռից, որը տարել էր տասնամյակներ շարունակ։ Նա դավաճանում էր, որովհետև վերջապես հասկացել էր, որ այն, ինչ նրանք արել են, սխալ էր, եւ որ նա չի կարող լռել ավելի երկար։ Սա էր ամենավտանգավոր տեսակի դավաճանությունը։ Դավաճանություն, որը մոտիվացված է ոչ թե ատելությամբ, այլ խղճով։ Նազիկը փորձեց կապվել իր փաստաբանների հետ, հրահանգել նրանց գտնել այդ կնոջը, սպառնալ նրան, ստիպել նրան լռել, բայց արդեն ուշ էր։ Հարցազրույցը հրապարակվել էր, պատմությունը տարածվել էր, հանրությունը արդեն իմացել էր նոր մանրամասները։ Եվ ավելին, ականատեսը չէր միակը։ Նրա հարցազրույցը ոգեշնչեց ուրիշներին նույնպես խոսել։ Մեկ առ մեկ Նազիկի նախկին աշխատակիցները, նախկին գործընկերները, նախկին ծառաները սկսեցին տալ հարցազրույցներ, պատմել իրենց պատմությունները, բացահայտել այն, ինչ տեսել էին։ Յուրաքանչյուր նոր հարցազրույց ավելացնում էր նոր շերտ Նազիկ Ամիրյանի պատմությանը, նոր մանրամասն, որը դարձնում էր պատկերը ավելի ամբողջական եւ ավելի մութ։ Մի նախկին սպա, որը աշխատել է առաջին կորպուսում, պատմեց, թե ինչպես էր Նազիկը անձամբ հրահանգել նրան փոխել զեկույցները, որպեսզի թաքցնեն պահածոյի իրական քանակությունը։ Մի նախկին հաշվապահ պատմեց, թե ինչպես էր Նազիկը սովորեցրել նրան ստեղծել կեղծ փաստաթղթեր, որոնք թույլ էին տալիս փոխանցել գումարներ առանց հետքերի։ Մի նախկին մատակարար պատմեց, թե ինչպես էր Նազիկը սպառնացել նրան, երբ նա փորձեց հրաժարվել մասնակցել անօրինական գործարքներին։ Յուրաքանչյուր պատմություն էր փոքր կտոր մեծ մոզաիկայից, եւ երբ բոլոր կտորները միավորվեցին, նրանք ստեղծեցին պատկեր, որը ցույց էր տալիս Նազիկ Ամիրյանին ոչ թե որպես պարզապես կոռումպացված բիզնես կին, այլ որպես mastermind, որը համակարգված կերպով կառուցել էր ամբողջ հանցավոր ցանց։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ ոչ թե նախկին աշխատակիցներից, այլ Նազիկի սեփական ընտանիքից։ Նրա քույրը, որը տասնամյակներ շարունակ պահպանել էր լռությունը, վերջապես որոշեց խոսել։
Նա պատմեց, որ Նազիկը դեռ երեխա էր, երբ սկսեց ցուցաբերել այն հատկանիշները, որոնք հետագայում կդառնային նրա ապրանքանիշը։ Նա միշտ էր ամենախելացին դասարանում, բայց ոչ թե այն խելացիությունը, որը գալիս է գրքերից, այլ այն խելացիությունը, որը գալիս է մարդկանց հասկանալուց։ Նա գիտեր, թե ինչպես մանիպուլյացնել ուսուցիչներին, որպեսզի ստանա ավելի լավ գնահատականներ։ Նա գիտեր, թե ինչպես հպես համոզել դասընկերներին անել այն, ինչ նա ուզում էր։ Նա գիտեր, թե ինչպես օգտագործել տեղեկությունները, որոնք նա հավաքում էր մարդկանց մասին, որպեսզի ստանա այն, ինչ ուզում էր։ Նազիկի քույրը նաև պատմեց, որ նրանց ընտանիքում Նազիկը միշտ էր տարբեր։ Մինչդեռ մյուս երեխաները խաղում էին, Նազիկը նստում էր և դիտում էր։ Մինչդեռ մյուս երեխաները երազում էին դառնալ ուսուցիչներ կամ բժիշկներ, Նազիկը երազում էր դառնալ հարուստ և ազդեցիկ։ Մինչդեռ մյուս երեխաները հավատում էին արդարությանը և բարությանը, Նազիկը հավատում էր միայն ուժին և խելացիությանը։ Նրանց հայրը, պարզ շինարարը, փորձեց սովորեցնել Նազիկին ավանդական արժեքները՝ ազնվությունը, աշխատասիրությունը, խոնարհությունը։ Բայց Նազիկը տեսավ, թե ինչպես է նրա հայրը աշխատում ամբողջ կյանքը և մնում է աղքատ, մինչդեռ ուրիշները, ովքեր ավելի քիչ էին աշխատում, բայց ավելի խելացի էին խաղում, դառնում էին հարուստ։ Եվ նա որոշեց, որ երբեք չի լինի ինչպես իր հայրը։ Նա կլինի ինչպես այն մարդիկը, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել համակարգը իրենց օգտին։ Այս բացահայտումները փոխեցին հանրային ընկալումը Նազիկ Ամիրյանի մասին։ Մինչ այդ շատերը տեսնում էին նրան որպես կին, որը պարզապես օգնում էր իր ամուսնուն, որը գուցե գերազանցել էր սահմանները, բայց ում մոտիվները հասկանալի էին։ Բայց հիմա, երբ նրանք իմացան նրա իրական բնավորության մասին, երբ նրանք հասկացան, որ նա ոչ թե զոհ էր, այլ ճարտարապետ, երբ նրանք տեսան, որ նա պլանավորել էր ամեն ինչ դեռ տասնամյակներ առաջ, նրանց վերաբերմունքը փոխվեց։ Նազիկ Ամիրյանը դարձավ խորհրդանիշ ամենավատի, ինչ կարող է լինել մարդու մեջ։ Անսահման ագահություն, սառնասիրտ հաշվարկ, անտարբերություն ուրիշների տառապանքների նկատմամբ։ 2022 թվականի աշնանը, երբ Նազիկ Ամիրյանը նստում էր իր բանտային խցում և կարդում էր հոդվածները, որոնք գրվում էին նրա մասին, երբ նա լսում էր, թե ինչպես են մարդիկը խոսում նրա մասին հեռուստատեսությունում, երբ նա տեսնում էր, թե ինչպես է նրա անունը դարձել հայհոյանք, նա վերջապես հասկացավ, թե ինչ էր կորցրել։ Ոչ թե ազատությունը։ Նա արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ կանցկացնի տարիներ բանտում։ Ոչ թե գումարները, դրանք միշտ էլ պարզապես թվեր էին եղել նրա համար, այլ իր անունը։ Այն, ինչ նա կառուցել էր տասնամյակներ շարունակ, այն կերպարը, որը նա ստեղծել էր այն ժառանգությունը, որը նա ուզում էր թողնել։ Հիմա, երբ մարդիկը լսում էին Նազիկ Ամիրյանի անունը, նրանք չէին մտածում հզոր բիզնես կնոջ մասին, որը կոտրել է սահմանափակումները։ Նրանք մտածում էին հանցագործի մասին, որը գողացել է զինվորների պահածոն, որը հարստացել է ուրիշների տառապանքների հաշվին, որը դավաճանել է իր սեփական երկրին։ Նազիկը փորձեց պաշտպանել իր անունը։ Նա տվեց հարցազրույցներ բանտից, որտեղ փորձեց բացատրել իր դիրքորոշումը, արդարացնել իր գործողությունները, ցույց տալ, որ նա ոչ թե հանցագործ է, այլ բիզնես կին, որը պարզապես խաղացել է համակարգի կանոններով։ Բայց յուրաքանչյուր հարցազրույց միայն վատացնում էր իրավիճակը։ Մարդիկը տեսնում էին նրա անկարողությունը ընդունել իր մեղքը, նրա անզգայությունը զոհերի տառապանքների նկատմամբ, նրա շարունակական համոզվածությունը, որ նա ճիշտ էր։ Եվ յուրաքանչյուր հարցազրույցից հետո ատելությունը նրա նկատմամբ միայն աճում էր։ Մի օր Նազիկը ստացավ նամակ մի նախկին զինվորից, որը ծառայել էր այն ժամանակ, երբ պահածոն գողանում էր երկրապայի համար։ Այդ զինվորը գրել էր, որ նա հիշում է, թե ինչպես էր նա և նրա ընկերները քաղցած մնում սահմանին, մինչդեռ նրանց պահածոն տեղափոխվում էր ուրիշ տեղ։ Նա հիշում էր, թե ինչպես էր նա տեսել իր ընկերոջը, որը թուլացել էր սնունդի պակասից և չէր կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները։ Նա հիշում էր, թե ինչպես էր նրանց ասվել, որ պահածոն ուշանում է, որ լոգիստիկայի խնդիրներ կան, որ նրանք պետք է համբերեն։ Բայց հիմա նա գիտեր ճշմարտությունը։ Պահածոն չէր ուշանում, այն գողանում էր։ Եվ այդ գողությունը կատարվում էր ոչ թե անանուն հանցագործների կողմից, այլ այն մարդկանց կողմից, ում նրանք պետք է վստահեին, իրենց սեփական հրամանատարների և նրանց ընտանիքների կողմից։ Այդ նամակը ոչնչացրեց Նազիկին։ Առաջին անգամ նրա կյանքում նա զգաց իրական ցավ, ոչ թե ֆիզիկական ցավ, այլ հուզական ցավ, որը գալիս էր հասկանալուց, թե ինչ վնաս էր նա պատճառել։ Նա միշտ էլ մտածել էր իր գործողությունների մասին որպես բիզնես գործարքների, թվեր, հաշիվներ, շահույթներ։ Բայց հիմա, երբ նա կարդաց այդ զինվորի խոսքերը, երբ նա պատկերացրեց այն երիտասարդ տղաներին, ովքեր քաղցած էին մնում սահմանին, մինչդեռ նրանց պահածոն վաճառվում էր շուկայում, նա վերջապես հասկացավ իր գործողությունների իրական արժեքը։ Նա չէր գողացել պարզապես պետական գույք։ Նա գողացել էր այն տղաների ապագան, ովքեր պաշտպանում էին երկիրը։ Նա դավաճանել էր ոչ թե պարզապես համակարգին,
այլ այն մարդկանց, ովքեր վստահել էին նրան։ Այդ գիշեր Նազիկ Ամիրյանը լաց եղավ առաջին անգամ իր բանտարկության ընթացքում։ Ոչ թե լաց իր սեփական ճակատագրի համար, այլ լաց այն մարդկանց համար, ում նա վնասել էր։ Նա հասկացավ, որ ամեն ինչ, ինչ նա կառուցել էր, ամեն ինչ, ինչ նա ձեռք էր բերել, ամեն ինչ, ինչով նա հպարտանում էր, կառուցված էր ուրիշների տառապանքների վրա։ Եվ այդ գիտակցումը, այդ վերջնական հասկացողությունը եղավ ավելի ծանր, քան ցանկացած բանտային պատիժ։ Հաջորդ օրը Նազիկը կանչեց իր փաստաբաններին եւ ասաց նրանց, որ ուզում է տալ նոր հայտարարություն։ Նա ուզում էր հանրորեն ընդունել իր մեղքը, ներողություն խնդրել զոհերից եւ անել ամեն ինչ, ինչ կարող էր անել, փոխհատուցելու այն վնասը, որը պատճառել էր։ Փաստաբանները զարմացան։ Նրանք 2 տարի շարունակ փորձել էին համոզել Նազիկին ընդունել իր մեղքը, բայց նա միշտ հրաժարվել էր։ Ինչու էր նա փոխել իր մտքերը հիմա։ Բայց Նազիկը չբացատրեց։ Նա պարզապես ասաց, որ վերջապես հասկացել է ճշմարտությունը եւ որ չի կարող ավելի երկար ապրել սուդի հետ։ Երբ Նազիկ Ամիրյանի հայտարարությունը հրապարակվեց, երբ մարդիկը լսեցին, թե ինչպես է նա ընդունում իր մեղքը եւ ներողություն խնդրում, հանրային արձագանքը եղավ խառը։ Ոմանք տեսան դրանում իսկական զղջում, կնոջ, որը վերջապես հասկացել է իր սխալները եւ փորձում է շտկել դրանք։ Ուրիշները տեսան դրանում պարզապես հերթական մանիպուլյացիա, փորձ վերականգնել իր կերպարը եւ գուցե նվազեցնել իր պատիժը։ Բայց անկախ մոտիվացիայից Նազիկի հայտարարությունը փոխեց ինչ-որ բան։ Այն բացեց դուռը դեպի երկխոսություն, ոչ թե Նազիկ Ամիրյանի մասին որպես հանցագործի, այլ որպես մարդու, որը կատարել է սխալներ, բայց որը հիմա փորձում է հասկանալ դրանք։ Բայց ամենակարևորը, Նազիկի հայտարարությունը ոգեշնչեց ուրիշներին նույնպես խոսել։ Այն մարդիկը, ովքեր աշխատել էին նրա հետ, ովքեր մասնակցել էին անօրինական գործարքներին, ովքեր պահպանել էին լռությունը տարիներ շարունակ, սկսեցին գալ առաջ եւ պատմել իրենց պատմությունները։ Նրանք խոստովանեցին իրենց դերը, ներողություն խնդրեցին զոհերից եւ առաջարկեցին համագործակցել քննիչների հետ, բացահայտելու ամբողջ ճշմարտությունը։ Եվ աստիճանաբար, կտոր առ կտոր, ամբողջ պատմությունը սկսեց բացահայտվել։ Ոչ միայն Նազիկ Ամիրյանի պատմությունը, այլ ամբողջ համակարգի պատմությունը, որը թույլ տվեց նման բաների տեղի ունենալ։ Երբ պատմաբանները սկսեցին վերլուծել Նազիկ Ամիրյանի պատմությունը, երբ նրանք փորձեցին հասկանալ, թե ինչպես էր հնարավոր, որ մի կին, որը եկել էր պարզ գյուղից, կարողացավ կառուցել այդպիսի կայսրություն, դրանք հասկացան, որ սա ավելին էր, քան պարզապես անհատական պատմություն։ Սա էր պատմություն ամբողջ համակարգի մասին, որը ստեղծել էր պայմաններ նման բաների համար։ Հայաստանը, որը անցել էր խորհրդային միությունից անկախության, պատերազմից խաղաղության, պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության, եղել էր երկիր, որտեղ հին կանոնները այլևս չէին գործում, բայց նորերը դեռ չէին ստեղծվել։ Այդ անցումային ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ հնարավոր էր, երբ սահմանները անորոշ էին, երբ վերահսկողությունը թույլ էր, մարդիկ ինչպես Նազիկ Ամիրյանը գտան հնարավորություններ, որոնք երբեք չէին գոյություն ունենա ավելի կայուն հասարակության մեջ։ Բայց Նազիկի պատմությունը նաև պատմություն էր սեռի մասին։ Հայաստանի հասարակությունը, որտեղ կանայք ավանդաբար ակնկալվում էին մնալ տանը, հոգ տանել ընտանիքի մասին, աջակցել ամուսիններին, բայց ոչ երբեք ունենալ իրենց սեփական իշխանությունը, Նազիկը գտավ ճանապարհ կոտրելու այդ սահմանափակումները։ Նա օգտագործեց հենց այն ակնկալությունները, որ կինը պետք է լինի անտեսանելի, որպիսի կառուցի իր իշխանությունը։ Նա հասկացավ, որ եթե նա մնա ստվերում, եթե նա թույլ տա մանվելին լինել դեմքը, ապա նա կարող է ունենալ իրական ուժը առանց իրական պատասխանատվության։ Սա էր հանճարեղ ռազմավարություն, բայց նաև ողբերգական, որովհետև այն նշանակում էր, որ Նազիկը երբեք չէր ստանա ճանաչում իր ձեռքբերումների համար, երբեք չէր կարող հպարտանալ այն, ինչ կառուցել էր։ 2023 թվականի գարնանը, երբ Նազիկ Ամիրյանը նստում էր իր բանտային խցում եւ մտածում էր իր կյանքի մասին, երբ նա փորձում էր հասկանալ, թե ինչպես էր հասել այդտեղ, նա վերջապես տեսավ ճշմարտությունը։ Նա հասկացավ, որ իր ամբողջ կյանքը եղել է փախուստ աղքատությունից, որը տեսել էր իր մանկության մեջ, փախուստ անուժությունից, որը զգացել էր որպես կին հասարակության մեջ, փախուստ անտեսանելիությունից, որը սպառնում էր նրան։ Եվ այդ փախուստի ընթացքում նա կորցրել էր ամենակարևորը՝ իր մարդկայնությունը։ Նա դարձել էր մեքենա, որը հետապնդում էր իշխանություն եւ գումար, բայց որը մոռացել էր, թե ինչու էր սկսել այդ ճանապարհը։ Նա ուզում էր ապահովություն իր ընտանիքի համար, բայց վերջացրեց ոչնչացնելով այդ ընտանիքը։ Նա ուզում էր հարգանք հասարակությունից, բայց վերջացրեց դառնալով ամենատհաճ անունը երկրում։ Նա ուզում էր գրում։ Նա ուզում էր ժառանգություն թողնել, բայց վերջացրեց թողնելով միայն նախազգուշացում։ Բայց արդյոք Նազիկ Ամիրյանի պատմությունը միայն ողբերգություն է։ Արդյոք մենք չպետք է տեսնենք նրա մեջ նաև ինչ-որ բան ուրիշ, կնոջ,
որը համարձակվեց երազել մեծ, որը չընդունեց սահմանափակումները, որոնք հասարակությունը դրել էր նրա վրա, որը կառուցեց ինչ-որ բան, որ թեև սխալ էր, բայց ցույց տվեց նրա անհավանական ունակությունները։ Եթե Նազիկ Ամիրյանը ծնված լիներ այլ երկրում, այլ ժամանակաշրջանում, այլ պայմաններում, արդյոք նա կարող էր լինել հաջող բիզնես կին, որը փոխում է աշխարհը դեպի ավելի լավը։ Արդյոք նրա պատմությունը պատմություն է կորած հնարավորության մասին, տաղանդի, որը ուղղորդվեց սխալ ուղղությամբ։ Այսօր, երբ Նազիկ Ամիրյանը շարունակում է նստել բանտում, երբ նա ապրում է իր օրերը հեռու հանրության աչքից, երբ նա փորձում է գտնել իմաստ այն ամենում, ինչ տեղի ունեցավ, Հայաստանը շարունակում է բանավիճել նրա ժառանգության մասին։ Ոմանք տեսնում են նրան որպես հանցագործ, որը պետք է մոռացվի։ Ուրիշները տեսնում են նրան որպես խորհրդանիշ այն ամենի, ինչ սխալ է համակարգում։ Եվ կան նաև նրանք, ովքեր տեսնում են նրան ու մեն նրան որպես բարդ մարդ, որը կատարել է սխալ ընտրություններ, բայց որի պատմությունը կարող է սովորեցնել մեզ ինչ-որ բան կարևոր։ Մանվել Գրիգորյանի պատմությունը սկսվեց որպես պատմություն հզոր գեներալի մասին, բայց վերջացավ որպես պատմություն կնոջ մասին, որը կանգնած էր նրա հետևում։ Նազիկ Ամիրյանը փոխեց այն, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Մանվելի մասին, բայց ավելի կարևորը, նա փոխեց այն, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք իշխանության, սեռի եւ կոռուպցիայի մասին Հայաստանում։ Նրա պատմությունը ցույց տվեց, որ իշխանությունը միշտ չէ, որ գտնվում է այնտեղ, որտեղ մենք սպասում ենք գտնել այն, որ ամենաուժեղ մարդը սենյակում կարող է լինել այն մարդը, ում մենք նույնիսկ չենք նկատում, եւ որ ամենավտանգ հանցագործները կարող են լինել նրանք, ում մենք երբեք չենք կասկածում։ Երբ պատմությունը գրվի, Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի մասին, երբ ապագա սերունդները կսովորեն այս պատմությունը, նրանք կտեսնեն ոչ թե պարզապես հանցագործների պատմություն, այլ նախազգուշացում, թե ինչ է տեղի ունենում, երբ համակարգը թույլ է, երբ վերահսկողությունը բացակայում է, երբ մարդիկը կորցնում են իրենց բարոյական կողմնացույցը։ Նրանք կտեսնեն պատմություն այն մասին, թե ինչպես է ագահությունը կոռումպացնում նույնիսկ ամենախելացի մարդկանց, թե ինչպես է իշխանության ցանկությունը կուրացնում մեզ այն վնասի նկատմամբ, որը մենք պատճառում ենք, եւ թե ինչպես է մեր ընտրությունները, որոնք թվում են փոքր այսօր, կարող են ունենալ հսկայական հետևանքներ վաղը։ Բայց նրանք նաև կտեսնեն պատմություն կնոջ մասին, որը համարձակվեց երազել, որը չընդունեց սահմանափակումները, որը կառուցեց ինչ-որ բան անհավանական։ Եվ գուցե, ուղղակի գուցե, նրանք կսովորեն ոչ միայն նրանից, թե ինչ Նազիկ Ամիրյանը արեց սխալ, այլ նաև նրանից, թե ինչ նա արեց ճիշտ, նրա վճռականությունը, նրա ռազմավարական մտածողությունը, նրա ունակությունը տեսնել հնարավորությունները, որտեղ ուրիշները տեսնում են միայն խոչընդոտներ։ Եվ գուցե, ուղղակի գուցե, ապագա սերունդը կօգտագործի այդ դասերը ոչ թե կառուցելու նոր հանցավոր կայսրություններ, այլ կառուցելու ինչ-որ բան, որը իրականում արժե կառուցել, արդար, թափանցիկ, մարդկային հասարակություն, որտեղ տաղանդը եւ աշխատասիրությունը պարգևատրվում են, ոչ թե խարդախությունը եւ մանիպուլյացիան։ Սա է Նազիկ Ամիրյանի իրական ժառանգությունը, ոչ թե այն, ինչ նա կառուցեց, այլ այն դասերը, որոնք մենք կարող ենք սովորել նրա անկումից։ Եվ եթե մենք իրականում սովորենք այդ դասերը, եթե մենք իրականում փոխենք համակարգը, որը թույլ տվեց նման բաների տեղի ունենալ, ապա գուցե Նազիկ Ամիրյանի տառապանքը, Մանվել Գրիգորյանի ողբերգությունը եւ բոլոր այն զինվորների, ում նրանք վնասեցին, ցավը չեն լինի զուր։ Գուցե դրանք կդառնան այն գինը, որը մենք վճարեցինք սովորելու համար, թե ինչպես կառուցել ավելի լավ ապագա։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ են դեռ հիշում Մանվել Գրիգորյանին։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։